Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում իրական զրույցի հերթական թողարկումն է։ Եվ այսօր մեր հյուրը Էդուարդ Մանվելյանն է։ Պարոն Մանվելյան, շնորհակալ եմ շատ հրավեր ընդունելու համար։ Կարծում եմ այսօր շատ խորքային, գուցե տեղ-տեղ ցավոտ, բայց հետաքրքիր զրույց կունենանք։ Վերջին տարիներին մի փոքր ավելի լայն լսարանին դուք հայտնի եք որպես հայության պոտենցիալը, ներուժը մեծ անհայտ կարևոր անունները վերհանող մարդ, ով արդեն հեղինակել է 5 գիրք, եթե չեմ սխալվում, եւ այն անունները, այն հսկայական դերակատարում ունեցած հայորդիների, որոնց մեծ մասին մենք անծանոթ ենք, դուք մոռացությունից հանել եք եւ փաստական հիմնավորված ձևով մեզ եք ներկայացնում։ Եվ հաճախակի ձեր տարբեր սոցիալական ցանցերում գրառումների կամ տարբեր վիդեո տեսանյութերի տակ ես ականատես եմ լինում երկու այսպիսի ծայրահեղ դրսևորումների։ Առաջինը ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հավաքական առումով մենք շատ ենք սիրում պարզեցնել եւ պաթետիկացնել մեր պատմությունը այս կամ այն հայտնի մարդուն վերագրելով հայկական արմատներ եւ որոշ դեպքերում դառնալով ծիծաղելի, բայց մյուս կողմից պարադոքս է դառնում այն, որ երբ որ դուք այդ լուրջ իրապես հիմնավորված ներկայացնում եք իրապես հայկական ծագում ունեցող մեծ պոտենցիալ ունեցող եւ այդ պոտենցիալը ցավոք դրսերում իրացրած մարդկանց մի որոշակի հատվածի մոտ այսպես թրաժեքության բարդույթ է առաջանում եւ հարցակման թիրախ կամա թե ակամա դառնում եք դուք։ Կուզեի սկսենք ավելի շուտ սկսենք այս պարադոքսից, որը մեր մտածողության, աշխարհընկալման, խեղաթյուրված աշխարհընկալման դրսևորումներից մեկն է եւ արդեն զրույցը իր հունով կգնա եւ կարծում եմ կարեւոր թեմաների կանդրադառնանք։ Շատ լավ, շնորհակալ եմ հրավերի համար, բարև ձեզ, ոտնամուտս բարի։ Կարծում եմ շարունակական կլինի մեր հանդիպումները։ Տեսեք, սկսենք 2020 թվականի նոյեմբերի այդ տխրահարճակ փաստաթղթից։ Երբ որ այդ ընկճախտի մեծ ալիքը բարձրացավ, հա, դեռևս մինչև այս կորուստը մեր, հա, Արցախի, այդ ընկճախտի ալիքը երբ որ բարձրացավ, մենք պատրաստ չէինք դրան, որովհետև այդպես պրոպագանդան տանում էր ամեն ինչ նրան, որ մենք հաղթում ենք, չեմ ուզում անդրադառնալ հետո, բայց այդ ընկճախտը երբ որ այսպես ալիքը բարձրացավ, ես դրսում երբ որ քայլում էի, դրսում արդեն Հայաստանից դուրս, հին ընկերներ, ծանոթներ, մարդիկ, որ այնտեղ ապրում են, ամաչում եմ, ես ինչ էր, ինչ մենք sense չենք եղել, մենք այս ժողովուրդը չենք եղել, ասեցի, այս մարդիկ ամաչում են, ես էլ եմ ամաչում, բայց եկեք տեսնենք, դուք ինչից եք ամաչում, ես ինչից եմ ամաչում։ Մոտ 1 տարի, 2 տարի, առաջին գիրքը անկեղծ ասած արդեն չեմ հիշում, որ թվականին լույս տեսավ, որոշեցի մի քիչ պրպտել է ժողովրդի անցյալը, հասկանալ համար որտեղ է թաղված վերջապես շան գլուխը։ Հիմա այս մարդիկ ինչից են ամաչում։ Պարզվեց, որ հսկայական մի ժառանգություն մնացել է այդ պատմության այդ փոշոտակ ու ոչ թե ուղղակի անուններ, ոչ թե ուղղակի չգիտեմ ինչ, հիմնական եւ գլխավոր նպատակը առաջին օրից, այսինքն ինչ-որ նախաձեռնեցիք, նախ սոցցանցերում սկսեցինք խոսել, սոցցանցերում գիտեք, հա, մի քիչ այսպես փնթի բնավորություն ունի մեր հասարակության մի տես կոնկրետ զանգված, գողանան, տանեն իրենց անուններով, չգիտեմ ինչերով, հետո մարդիկ, ընկերներ, չգիտեմ, այսպես բարեկամներ նույնիսկ ասեցին, չես տենց թողնում կորի, հավաքի գիրք անենք, ասեցին, Հայաստանում այս ժամանակ ինչ գիրք ասեցին, դու արա գործ չունես ու զարմանալիորեն չեմ ուզում հիմա այդ դրա մասին խոսելը, որովհետև առաջին գրքի այդ առաջին 1000 օրինակները, որ ինձ համար մեծ թիվ էր, իհարկե 3-4 օր արդեն չկար։ Այս առաջին երկու գրքերն արդեն 4 անգամ, 5 անգամ վերահրատարակվեցին, բայց գլխավոր նպատակը եղավ ցույց տալու է ժողովրդին մի պոտենցիալ, որը մենք թողել ենք ուրիշին, մեզ պահել ենք ուղիղ այն, ինչ որ ունենք այսօր, ինչ ենք պահել մեզ, մենք ամաչում ենք, ասեցի, ես էլ եմ ամաչում։ Ես ամաչում եմ ոչ թե այդ ճակերտավոր խիստ վերամբարձ այդ պարտությունից, հա, թեև պարտության միջով անցնելից դու պիտի գնահատած լիներ հաղթանակը։ Ես ամաչում եմ ուղիղ այն զուգահեռներից, որտեղ հայերը ապրում են երկու զուգահեռներում։ Եվ ըստ ֆիզիկայի օրենքների զուգահեռները չէին հատվելու եւ չհատվեցին։ Այսինքն մի զուգահեռում հայերը
Արարում ստեղծում են ուրիշների համար, այսպես երկրի սա, մյուս զուգահեռում Հայաստանը միշտ մնում էր այսպես ճակերտավոր եւ առանց ճակերտների անտեր անօգնական, հա։ Ու ինչու այդ զուգահեռները չէին հատվում, հակառակ ասենք ֆիզիկայի օրենքները պիտի ինչ-որ միտեղ հատվեին։ Այսինքն նպատակներ ցույց տալու ոչ թե ձեր ասած այդ խանդավառության գերադրական աստիճանը, հա, որ ժողովուրդը պաթոս է ասում, հա, այլ ցույց տալու, որ պետք էր ամաչել ոչ թե ընտեղեկից, որոնք գնացին ու հետ չեկան, որովհետև կանգնել ասել ես ամաչում եմ այս կատարվածի համար, դա նույնն էր, որ երեխեքի, չգիտեմ, շիրիմների առաջ ասել ես ամաչում եմ, որ ես ամոթը դա չէր։ Ամոթը այն հազարամյակների պատմությունը աշխարհի երեսին տալն էր, որ մենք սենց մենք այնպես ու աշխարհի առաջ գալ ծնկել ու չգիտեմ հյուսիսի դուր թակել հարավի դուր արևմուտքի դուր մենք են չգիտեմ գնացինք սրա վճիրը բերենք նրա թուղթը բերենք այս պայմանագիրը բերենք այն պայմանագիրը ժողովուրդ ջան ասում եմ նոտեք եք ձեր պոտենցիալը տեսեք դուք ինչեր եք արել ուրիշի համար եւ շատ կարեւոր եւ ընդհանրապես մի հարց տանք ինչու հնարավոր չէր այս ամեն ինչի 1% գոնե 3% գոնե անել սեփական տան մեջ ի՞նչն էր խանգարում Հիմա ամենացավոտ հարցը ասեմ դες եկեք հղում անենք մեր ժողովրդական ֆոլկլորին ինչն էր խանգարում բաներ կան որ ժողովուրդն ասում են առանց հասկանալու որ իրենք դավանելով են դա ասում ասում են արդեն խախուտ մանենք կարկուտ օրինակ ժողովրդական ֆոլկլորն չէ Հիմա ես ասում եմ սիրելի հայր արդեն խախուտ մանենք կարկուտ պատմության որ պահին որտեղ հարցնենք ինչու հնարավոր չէր Դուք անպայման գտնում եք արտաքին մի ուժ, որը ձեզ խանգարում էր։ Գալիս եք հասնում եք մինչև բոլշևիկներ, հետո գալիս եք հեղափոխություն, հետո 70 տարի ԽՍՀՄ-ին եք հղում անում, գալիս ենք հասնում եք 91 թվական, ասում ենք անկախ եք։ Հղում եք անում պատերազմի մեջ էինք։ Ինչ կապ ուներ պատերազմը։ Ինչ կապ ուներ, նա սա կոչվում է արտախախուտ մանենք արկուտ։ Ասում եմ եկեք մի հատ էլ նայենք, էլի ձեր այդ ժողովրդական ֆոլկլորին, ինչու եմ ասում ձեր, որովհետև ես դուք անգամ չեմ դավանի։ Գնացեք թարգմանեք ֆրանսերեն կամ չգիտեմ շվեդերեն գնացեք թարգմանեք, որտեղ հաց այնտեղ կաց արտահայտությունը։ Մա թարգմանեք էլի։ Չգիտեմ նա բրիտանացիներին հարցրեք, ասեք եկեք ուղիղ թարգմանենք, ոնց որ գեղի նախիրը, հենց էլ մեր մոզին։ Օրինակ, թարգմանենք, մի հատ հասկանանք, դուք ես ընթացքում անընդհատ դուք սա դավանել եք, որտեղ հաց այնտեղ կա։ Ոնց որ գեղի նախիրը, հենց էլ մեր մոզին։ Սա սարսափելի արտահայտություն է։ Այսինքն ով էշ մենք փալան աշխարհի երեսին որևէ լեզու չի թարգմանում սա, հասկանում ես։ Մարդը ում մեր ժողովուրդը այսպես ասած ну չասենք անկիր արած որտեվ այդ մարդը վաստակել է այդ վատ համբավը հա մարդու մասին մենք անդադ կասենք մեր գերագույն գլխավոր թշնամի նա նույնիսկ կանոնը չեմ ուզում տալ որտեվ նրանք ովքեր տեղյակ են գիտեն ասում էր երկար ժամանակ քնած ազգերը կամ չեն կամ արթնանում են ստրուկ կամ արթնանում են արդեն ստրկացած հիմա ասում եք հետ գնանք սիրելի ժողովուրդ ես դեռ չեմ ասում են Ընդհանրենք մեր թվարկությունից առաջ, երբ որ Աքեմենյան Պարսկաստան կար, երբ որ շապուհներ դեռևս ասենք հալածում հայերին, պարսիկներ, ուր էին թուրքեր չկային։ Եկեք հետ գնանք ասենք 1300 թվականներ, որ ինչ-որ մի հատ Օսման ցեղապետ, ինչ-որ տեղից հայտնվեց, հա, եկավ ասենք այդ ասեց ես այստեղ պիտի կառուցեմ իմ կայսրությունը կառուցեց մարդը։ Կառուցեց հայերի հաշվին, հույների հաշվին, նույնիսկ բանակը ասենք հավաքեց այդ հայտնի ենիչերներին գիտեք ոնց էին անում 600 տարի Արփիջան 600 տարի փաստացի հա մինչև 1900 նու Երի թուրքերի կառավարության անկումից հետո այսպես ասենք բայց Քեմալի միջև պետություն ստեղծելը այսպես դե յուրե չկար բայց դե ֆակտո կար դա Օսմանյան կայսրություն որտեղ Թուրքիայի հանրապետություն չկար 600 տարի հայերը տոհմերով ծառայել են Օսմանյան բանակում տոհմերով վառոդապետեր, չգիտեմ սննդի, չգիտեմ հագուստի, չգիտեմ սրա տոհմերով ասում եմ եկեք հետ գնանք 1878 թվական, այսինքն պարզենք մի հատ, երբ որ քաղաքական ասպարեզում քարտեզի վրա գոյություն չուներ հայկական հարց տերմին, չկար, ուղղակի չկար այդպիսի տերմին Բերլինի վիայժողում հատնվեց հայկական հարցը։ Ինչ կատարվեց այնտեղ, դրա մասին չխոսենք, հա, այդ Բիսմարկի հայտնի արտահայտությունը, ось ինչ է կան, ժողովուրդ գավազանին բռնած եկել եք մենք այսպես մենք ասում եմ այդ Կոսովոյի
պատվիրակությունը նայեք, այսինքն սրով պիտի գայք, եկել է գավազանում, մատել բողոքում եք, թե մեր շերեփը։ Հայկական հարցը առաջ եկավ, այնտեղ քաղաքական իհարկե շատ մեծ խնդիրներ կար, բրիտանացիները ուղղակի երազում էին դարդանելը մի կերպ վերցնել, հա, ուղիղ ճանապարհ պիտի բացեն Ռուսաստան, այդ քաղաքական այդ խաղերի խաշմերուկում հայեր եկան այդ 1800 մինչև դարդանելը 15 թվականներ, երբ որ առաջին անգամ հնչակները կազմակերպեցին այդ բողոքի ցույցերը Համիդի պալատի առաջ, հա, նու պալատի առջև չէր, դերևս հրապարակում էր, հա, այդ հետո պիտի գնային պալատ 5 տարի այսպես անցավ, առաջին անգամ գնացին Համիդն ասեց ընկերներ, եկեք պալատի դռները բացեմ, 5 հոգի շատ չէ, պատվիրակություն վերցրեք, մտեք ներս, ազգերով բաժանենք, ասենք ով ինչ ազգություն ունի այստեղ իմ մոտ, հա, սուլթանական պալատում ու հասկանանք հայերն ինչ դիրք ունեն այստեղ այս պալատում, եթե ես ձեր թշնամին եմ։ Նու այդ տանզիմատները մի կողմ դնենք, հա, այդ էս ենք անում, բայց Համիդն ասում էր եկեք հասկանանք, էլի ես ձեր հանդեպ թշնամի եմ, թե ձեզ ուղղակի մանիպուլյացիաների են տանում։ Նու այդ դեպքերը հայտնի այն չեղավ, 5 տարի հետո նորից կրկնեցին, արդեն գնացին այդ նստավայրը կոնկրետ, այդ Բաբալի այդ նստավայրը, այնտեղ Աբրահամ անունով մի մշեցի երիտասարդ կար։ Աբրահամի մասին չգիտեմ, ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան գրված է, թե չէ, չգիտեմ, ես ամենայն դեպս իմ 3-րդ գրքում կարծեմ, չեմ հիշում նրա մասին կա, չէ, 4-րդ գրքում կանանց մասին։ Երբ որ գնում եմ բողոքելու, կարծեմ Սևերետ, եթե չեմ սխալվում, բեյ կար սուլտանի զինված այդ բանները, այդ ինչ են ասում, թիկնազորի պետներ, դուրս է գալիս ոստիկանապետի հետ, ասում է ժողովուրդ ինչ եք ուզում, 5 տարի մեկ գնում եք գալիս եք հասկացանք ինչ եք ուզում, նորից կուզեք պատվիրակություն կուզեք այսպես, նշեցի Աբրահամը, չգիտեմ գրփանից մի հատ ատրճանականում, դուրս է գտած շանճակատին այդ Սևերետ ինչ է չեմ հիշում, այս բանը կարևոր է, չի տալիս սպանում այդ մարդուն։ Ուղղակի այդ ամբուխի միջից հանում կրակում այդ մարդուն սպանում, այսպես խառնվում են իրար այդ օրը։ Ընդամենը մի քանի ժամվա մեջ արդեն մի քանի հազար հայեր են կոտոնում, որտեղ սուլտանը վերջնականապես ասում է հավասարեցրեք հորին։ Հիմա ուզում եմ հասկանալ այդ քաղաքական խաղերի մեջ մենք մեր ընտրությունը ունեինք, թե չունեինք, այսինքն արտեխախուտ մանենք արկուտ մեզ անընդհատ ինչ-որ մեկը դրսից նեղել է, թե մենք կոնկրետ ինչ-որ ընտրության ենք գնացել, այսինքն մենք մեղայասուհ չենք ընտրել, որ մեզ կոտորեն, հա, բայց մենք ինչ-որ քայլեր ենք արել, որը միշտ տարել է սխալ ճանապարհով։ Այսինքն մենք հանգեցրել ենք այդ ամեն ինչը կամաց ակամա է իհարկե, որտեվ կամավոր ոչ մեկ չէր գնա դրան, հա, եթե հասկանային, իրենք էլ կարծում են, թե խաղաղ ցույց են անում, ոչինչ չկա, ոչ մի բան չի սպառնում, բայց վերջում այդպես ուղղակի ջարդուխուր եղան, կոտորվեցին, հա։ Կանայք նույնիսկ, հա, երկել ոխեշ մշեցին, չգիտեմ, այսպես, վերջը տեսանք ինչ եղավ։ Մի քիչ էլ որ առաջ կան կարփիչանկանք արդեն այդ երի թուրքեր, չգիտեմ ինչեր, առաջին աշխարհամարտից հետո ոչ մի քաղաքական ուժ կամ ոչ մի այսպես adekvat երկիր աշխարհերեսին չէր մտածում, որ Թուրքիան կարող է ուղղակի երկար գոյատևել։ Մտածում են վերջացավ։ Ամեն ինչ բերել էր դրան, երի թուրքերներ վերջնականապես այսպես այդ պետությունը քամու տվեցին, հա, ինչ-որ Քեմալն էլ չգիտեմ, որտեղ կարծեմ արաբական այդ ճակատի Եգիպտոսի հրամանատարներ են ժամանակ առաջին աշխարհամարտում, վերջապես մարդիկ պարտվել էին։ Կանչեցին թուրքերին այդ Մուդրոսի ծովածոցում այդ նավի վրա ասեցին գրեք, ստորագրեք, հա, որ մենք այսպես, մենք պարտված ենք, փաստացին տունեցին իրենց պարտությունը։ Անգլիացիները մի հատ էլ ստիպեցին ստորագրել, որ զորքերը կամ չգիտեմ ինչ այսպես հայերին չնեղել, դուրս բերել Կիլիկիայից, եթե ոչ, Անտանտի զորքը այսպես կմտնի եւ վերջնականապես կջախջախի, ձեզ հայերը սկսեցին գառու ոչխար մորթել, խմել, հարբել, տեսակ,
տեսակ ինչ եղավ, տվեցին հերնանիցեցին, թուրքերի հերնանիցեցին, անգլիացիներն եկան, ամերիկացիներն եկան, այնտեղ Մուդրոսի պայմանագիրը ջնջվեց գնաց, իհարկե ոչ մի բան չեղավ, ոչ զորքերը դուրս քաշեց, ոչ էլ նրանք մտան։ Հիմա վերջնել սա ասել միամտություն։ Սա միամտություն չէր, որովհետև երկու քաղաքներում, հայաշատ այդ քաղաքներում, չգիտեմ, վաղ, չգիտեմ, բացարձակ տարբեր զուգահեռներում էին ապրում մարդիկ։ Բացարձակ ուղիղ հենց հիմա ոնց որ ապրում ենք մենք։ Մարդիկ մի տարի մնացին շրջափակման մեջ, ընդամենը 2-3 տարի էլ չանցել։ Մենք այստեղ ապրում ենք լրիվ ուրիշ զուգահեռներում։ Մինչև հիմա այդ պատմություններին վերաբերում ենք թերահավատորեն։ Նույնիսկ թերահավատորեն, սրանց ընդամենը 2-3 տարի անցել։ Հիմա դու ուզում ես մարդիկ հետ գնան 100 կամ 200 տարի հետ, շուտ պատմությունը բացեն ու տեսնեն ինչպես առանց այդ պատմությունն ասում են պատվիրված է հասել, ինչ որ միտեղ սխալ կարող է լինել, ինչ որ միտեղ, չգիտեմ, այսպես կարող է լինել։ Այսինքն ոչինչ չի փոխվել, իրականում ոչինչ չի փոխվել։ Այս ժողովրդի մտածողության մեջ ոչինչ չի փոխվել եւ 100 տարի առաջ, եւ 100 տարի հետո։ Քեմալը եկավ, ասեց, ես պետություն եմ ուզում։ Բայց չի կարելի արաբական տառերով նոր պետություն ստեղծել, հա։ Հիմա այդ մարդու անունը ու մասին ես սկսեցի խոսել, անունը գիտեին իհարկե, Վիկիպեդիայում նույնիսկ մի 2-3 տող կա գուցե խմբագրել են, չգիտեմ, որտեղ ես դեռ 4 տարի առաջ էր այդ մարդու մասին։ Վերջին հայհոյանքները։ Էսեն հայերը հազիվել են, նմաններին պետք է սրանք ռուսի ստրուկներ, սրանք, չգիտեմ, թուրքերի ստրուկներն ինչ էր արել, այդ մարդը ստեղծել էր ժամանակ, ոչ թե ստեղծել էր արաբական տառեր, ուղղակի փոխել էր լատինական տառերով։ Ես ասացի ժողովուրդ, եթե դուք պետություն ունենաք, եթե դուք գոնե 2% ձեր պատմությանը տեղյակ լինեք, այդ մարդուն ու դուք հայհոյում եք, չգիտեմ, օրինակ Նիկոլայ Ռիժկովի ասենք նկարի պոկեիք պատից, դնեիք ազգային հերոսի կոչում տայիք Մարտիրոս Հակոբին, օրինակ։ Ուրեմն կարճ ասեմ, էլ 2 տողով ասեմ, որ բան չանենք, հա, այդ արաբական ճակատում պատերազմի ժամանակ անգլիացիները սկսում են բողոքել, մեզ լավ չեք նայում, մեզ ասում մենք ռազմագերիները։ Այդ թուրքերն էլ ասում են, ինչ են խոսում այս մարդիկ, ինչ են խոսում, այնտեղ մեկն ասում է, այստեղ նա զինվոր կա, 7 լեզու գիտի, զինվորը ո՞ց կարող է 7 լեզու իմանալ, երեխա։ Գնում են, բերում են այդ զինվորին, ասում են, դու անգլերեն հասկանում ես, ասում են, տես ինչ ասում, հրամանատարը Քեմալն էր։ Մուստաֆա Քեմալը իհարկե դեռ Աթաթուրք չէր, գիտեք։ Ասում են, ինչ են ասում ես, մարդիկ ասում են, ընդամենը բողոքում են, հրամանատար ասում են, հասկացանք, որ գերի ենք, բայց մի քիչ մարդավարի վարվեք մեր հետ։ Ինքն էլ մի տես վերամբարձ, այսպես ասում եմ, կարծում եմ, ժողովրդավարության ճանապարհը բռնած Թուրքիայի համար, ասենք, վայել չէ ռազմագերին, այսպես Քեմալն ասում է, տղա դու ով ես, ինչ ժողովրդավարություն, ինչ գիտես դրա մասին։ Պատերազմն ավարտվեց, գնացին ամեն մեկը մի ուղղությամբ, Քեմալն արդեն եկավ 22-23 թիվ, չգիտեմ, լեզու, ասեց այ մարդ, ես հիշում եմ այն ժամանակ ռազմաճակատում, ես մի տղա կար, գնացեք գտեք վրան։ Գնացին գտան Բուլղարիայում։ Հայկական թերթեր էր այնտեղ լույս տեսնում, այնտեղ լուրջ գործունեություն էր ծավալում մարդը։ Թուղթն էլ տալիս են, ասում են, կանչում ա քեզ մարդը, ասում է, ես իրան դեպ ոչ մի պարտավորություն չունեմ, այ իմ հրամանատարն ա եղել, ես զինվորն եմ եղել, ինչ բան, կանչում ա, չի գնում։ Երկրորդ անգամ նամակ ուղարկում, ասում է, ես քեզ խոստանում եմ, ընդամենը մի տարվա մեջ հայերենը ոտնատակ կտամ ամբողջ Թուրքիայի տարածքում։ Որևէ հայերեն բառ, որևէ դպրոց, որևէ մանկապարտեզ ամբողջը ոտի տակ կտամ։ Մարտիրոս Հակոբը հետ է գալիս։ Պայմանագիր է կապում սատանայի հետ։ Ասում է, ես կանեմ քո ուզածը, բայց ես էլ իմ պայմանն ունեմ։ Չկա ուրիշ մեկը չկա, որ պիտի անի, հասկանում եք։ Ասում է, ի՞նչ պայման ունես, Քեմալ, ասում է, հայերենին պետք է չկպնես, ոտերդ ու թաթերդ հեռու պահի։ Ես այդ մարդուն ազգային հերոսի կոչում կտայի։ Հետո ինքը իր խոստովանական այդ օրագրում ես երբևէ չեմ կարողացել կարդալ մեր ամենայն հարգանքով մեր գրողներ, չգիտեմ, մտավորականներ, մեր ում անունը կուզեք տվեք։ Ես չեմ կարողացել, չեմ կարդացել, չեմ հանդիպել մեկին, որ այդքան սիրուն նկարագրի հայերենը, ոնց որ Մարտիրոս Հակոբը։ Ու ներողություն ա խնդրում ինքը հայերենից։
Ասում են ներիր ինձ իմ լեզու, որովհետև ես տարբերակ չունեի, պիտի անեի, այսինքն որ քեզ ձեռ չտային։ Հիմա այդ պատմությունը չգիտեն։ Ժամանակակից Թուրքիայի Այբուբենը ստեղծել է Մարտան Հակոբ Այբուբենը չի ստեղծել, այդ Այբուբենն արդեն կարողակի այդ արաբական թվերը վերցել դարձել է լատինական, ասենք, տառեր։ Հետո այդ մարդը դրանով փրկել է։ Ինչքան դուք տեղյակ չեք այս պատմությունից, եթե Մարտան Հակոբը նույն կերպ, ասենք, չգիտեմ, մտներ սուլթանական պալատը 25 հոգի կոտորեր, ոնց որ մշեցի Աբրահամը, որ կրակեց այդ Սևերետ բեին ու մի ամբողջ այսպես բանի առիթ տվեց այդ երեխան։ Հիմա եթե Մարտան Հակոբը այդտեղ աներ մի օդ կրակեր, ինքը ձեր պատմության մեջ կմնար որպես ազգային ազատագրական պայքարի հերոս։ Իրականում որտեվ կրակել է ձեր մեջ, եթե մեկը կրակում, ասում են հերոս է։ Ձեր մեջ եթե մեկը մի գործ պիտի անի, ասում եք միանգամից, նա հասկանանք այդ մարդն ինչ էր արել։ Մարտան Հակոբն էր հերոս իրականում, թե Աբրահամը։ Եթե Աբրահամը չկրակեր, դուք գիտեք ինչ կլիներ այդ օրը։ Մարդն ասում էր եկեք մտեք։ Մարդը մարդել չէր, մենք գիտենք Համիդի այդ կերպարա, որովհետև Համիդը ինքը նախ թույլ էր, արդեն իսկ թույլ էր, վերջին շնչում էր։ Համիդին լուրջը ցնցումները արդեն դրսից էր կառավարվում իհարկե ցնցումներ էլի։ Անգլիացիներին պետք էր, գիտեք ռուսները այդ Բերլինի վիաժողովին երկու անգամ այսպես անհամաձայնություն դրեցին, հայերի անկախության համար այդ։ Բայց օգտագործվեց մեր ժողովուրդը, էլի օգտագործվեց։ Պարոն Մանվելյան, այստեղ կուզեի այդ թեմայի շուրջ կապված մի լրացում անեի կամ դիտարկում անեի, զուտ օրվա հերիղություններից ելնելով, որովհետև այսօր շատ է շահագործում այդ հարցը, որ հայերը կպտասած ձայները բարձրացրեցին, դրա համար հետագայում պատժվեցին, ցեղասպանության ենթարկվեցին, մենք դրան էլ կանրադառնանք, այլ խնդիրը իրականում մեր ռազմավարական սխալը այն էր, որ մենք ոչ թե մեր շահերը ձևակերպեցինք, մեզ ծառայեցինք, այլ օտարների ձեռքին գործիք դարձանք։ Եվ դա միայն Օսմանյան կայսրությունում չէ, եթե խորանանք, թե ռուսական կայսրությունում, թե պարսկական ապստամբության ժամանակ իրականում, այսինքն մենք ներսում մեր խնդիրները չէինք լուծում, մենք փորձում էինք օտարների խաղերը սպասարկելով հաճոյանալ, որպեսզի նրանք մեզ բարի աչքով նայեն, եթե ձևակերպել, այսինքն հողի վրա ռեալ խնդիր լուծելու փոխարեն, որը կօգներ հայ գյուղացուն, հայ վաճառականին կամ չգիտեմ, կոնկրետ տեղում ապրող հողին, մենք այսպես շոուի նման գործողություններ էին կազմակերպում, որոնք իրականում խնդիր չէին լուծում, ավելի էին խորացնում նույն սուլթանի, այսպես ասեմ, ձեռքերն ավելի էին արձակում եւ մեզ էլ զարթնում էին օտարի ձեռքում գործիք, արդյունքում մենք երկու կողմից մնում էինք հարվածի տակ։ Այսինքն խնդիրը ոչ թե նրանում էր, որ մենք փորձեցինք պայքարի մեջ մտնել, այլ մենք չգիտակցված պայքարի մեջ մտանք, մենք չհասկացանք որտեղ է մեր շահը եւ որն է մեր իրական պայքարը։ Ու ծառայեցինք ուրիշների համար, դարձանք ուրիշների համար կրակից շագարակ հանողներ։ Ուրեմն որևէ մեկը կլինի պատվովան, չգիտեմ, որևէ մեկը բարոյական որևէ իրավունք չունի մեղադրելու ժողովրդին, որ դուրս էր եկել, ասենք, այնպես չի որ տանը պարապ նստած են, մտածեցին բան չունենք անել, եկեք գնանք սուլթանի դեմ բողոքենք։ Այդ ամեն ինչը էփել էր արդեն։ Իհարկե, հասունացել էր։ Պարարթող էր ստեղծել։ Պիտի գար այդ օրը։ Խոսքը հենց այդ ռազմավարության մասին է, որ պետք չէր հենց այդ օրը, հենց այդ պահին գնդակարել, ասենք, բայց չկար այդ ռազմավարությունը։ Էմոցիաների վրա մարդիկ գնում էին, դրոշները բարձրացնում էին, Համիդին հայհոյում էին, ես քո այսպես, ու մեկը չէր ասում ծանոթ իրավիճակ։ Հա, շատ ծանոթ իրավիճակ։ Մեկը ասել ժողովուրդ, դուք անընդհատ ուզում եք լինել, դուք անընդհատ ուզում եք պաշտպանվել, թե ուզում եք լինել պաշտպանված։ Ես ասում եմ, եկեք լինենք պաշտպանված։ Եթե ուզում ես անընդհատ պաշտպանվել, Աբրահամներ շատ կան մեր մեջ։ Շատ կան։ Աբրահամն էլ այնպես է, որ ասենք արունով տղա էր, դուխով տղա էր, ասենք այդ մարդու արունը խոսեց, այդ մարդն էլ հայերը մշեցի, ես քո ուրիշ բան որ ասենք պետք չէր, դա ընդհանրապես պետք չէր, այդ տեղը չէր։ Բայց եթե Աբրահամին ժամանակին եւ Աբրահամի սերունդներին կամ չգիտեմ նրան ժամանակին ասեն սիրելի ժողովուրդ, երբ որ առյուծը դուրս է գալիս անտառ, նապաստակը չի գալիս կանգնում, եմ ասում, չգիտեմ, դրիմ թշնամին ես կամ հեսա մատեցպես չափ, այսինքն դու պիտի կարողանաս լինել այն ուժը, որի դեմ չեն գալիս, ոչ թե այն ուժը, որը անդադ պաշտպանվում է, պիտի հարցնենք, այ մարդ, հազարամյակներ շարունակ անդադ պաշտպանվում եք։ Եթե ուզում եք բողոքել կամ չգիտեմ, այսպես պաշտպանվել, զենք առեք, իհարկե, ինձ անդադ ասում են, զենք առեք։ Եթե ուզում եք պաշտպանված լինել,
Գիտելիք։ Գրքեր կարդաց։ 2008 թվականին կարծեմ, չեմ հիշում, մայստրո Սահակյանցը, Ռոբերտ Սահակյանցը վերջին կարծեմ հարցազրույցներից մեկի ժամանակ նույնիսկ չեմ էլ հիշում ում հետ էր հարցազրույցը, եթե հիշում եք հայերեն չէր խոսում։ Այո, ռուսերեն։ Լրագրողը հարցեց, ասեց լավ, պարոն Սահակյանց, այդ կան ասում եք, գիտենք, բա ելքը։ Ինչ խոսում ես, անդադ ելք են ասում։ Ասեց, а выхододин, книжки надо больше читать։ Ինձ համար սարսափելի, ասենք, նորություն էր, մեծ նորություն էր։ Ես միջև ասում, մարդն ինչ էր ասում։ Ասենք, քո դեմ գալիս են զենքով, զորքով, դու ասում ես книжки надо читать։ Книжки надо читать, որ վաղը միսօր այդ մարդիկ ոչ թե էլ չգան քո դեմ զենքով, զորքով, ու դու չընկնես դրսից զենք ուզելու, եկեք գնանք ընդիկներ զենք ուզենք։ Ռուսներից, ամերիկացիներից, ֆրանսիացիներից, ես էլ ասեցի լավ, վերջան, եկեք ես գրքերը հերթով բացենք, գիտես, ինչ կռիվ տվեցին։ Ինչ պատերազմների միջով անցա, հիմա գանք հասնենք դրան, հետո անպայման կզուգահեռենք էլ այս ամեն ինչը։ Գնանք ռուսից էս բերենք, չգիտեմ, այդ վերջին այդ սուերը, կարծեմ գնացին բերեցին։ Հետո պարզած հրթիռներ չէին բերել։ Դատարկ էր։ Հետո մեր լրագրողներից մեկը մի քանի տարի առաջ հիշում եմ, անունը չեմ տայարկի, այդ լրագրողի գնացել էր Մոսկվա, հարցազրույց վերցրեց բանի հետ, Մարտիրոսովի հետ, ասեց ես ուրախ եմ սու 34-ի այդ բանը նախագծող, ասեց ես ուրախ եմ, որ հենց մեր հայրենակիցն Ռադային դարձրել այսպես գերազոր երկիր այսպես, լավ, գնաց վերցրեց եկավ, ուրեմն տեսեք, 1939 թվականի հոկտեմբերին 1939 թվականի հոկտեմբերին Լենինգրադի օդանավականներից մեկում նույնիսկ ժամ կա գրված, փաստաթղթեր կան եւ բնական է դες բան չես հորինի, այսինքն այդ փաստաթղթերը այսպես քիչ-քիչ արդեն Ռադայի այդ Facebook կոչված ինչ-որ կամաց այսպես բացում են, հա, ու չափաբաժիներով բնական է, այդ փաստաթղթերը արդեն կան, որ 39 թվականի հոկտեմբերին Լենինգրադի օդանավակայաններից մեկում առավոտ շուտ ժամը 6:45 րոպեում պատկերացրեք 39 թվականի հոկտեմբերը աշխարհը սկսել է երկրորդ համաշխարհային Ավստրիան տարել է մարդը, Չեխոսլովակիան տարել է, այդ Սուդետներին տարել է, Լեհաստանը հավասարեցրել է հողին արդեն, Չերչիլն այնտեղ երազում է, որ Հիտլերին հեսա կամաց կուղորդենք դեպի Ստալինի կողմ, Ստալինը հետևից կամաց մտածում է, հեսա կուղարկեմ Եվրոպա, մի հատ նրանք են գնում Մյունխենում այդ բանը կնքում, այդ ստորը երկու սատանաների այդ Մուսոլինի ու Հիտլերի հետ գնում են այդ Դալադիա Չեմբերլեն չէ, գնում են այդ Մյունխենի համաձայնագիրն այսպես ասած, այստեղ Ստալինը Ռիբենտրոպին ասում է, տեսակ բերենք բանը Մոլոտովին Ռիբենտրոպին դրնեն ստորագրում, մենք չենք հարձակվել իրար, ամեն ինչ նորմալ է։ Այդ ֆոնին 39 թվականի հոկտեմբերին առավոտ ժամը 6:45 Լենինգրադի օդանավականներից մեկում ռուսական ծանր կործանի չնույն ժամանակների համար ծանր օդ է բարձանում փաստագրված է ամեն ինչը կատարում է մարտական պայմանական առաջադրանքը կարծեմ 40 թե 45 րոպե նույնիսկ եւ բարեհաջող վայրեջք է կատարում առանց օդաչուի 39 թվականի հոկտեմբերին շնորհակալություն ինժեներ Չաչիկյան Ռուբենին շատ շնորհակալ ենք Չաչիկյան Ռուբենը հետո արդեն կամաց ստեղծում է այդ ինքնադուրս նետման այդ կատապուլտ կոչվածները, հետո Գագայինի նույնիսկ այդ բան այդ երկիր վերադառնալը։ Եթե հաշվի առնենք, որ այդ տիեզերանավ կոչվածները ամբողջովին 0-ից մինչև ասպես 99%, այսպես ողջ էլեկտրականությունը հավաքել էր Յոսիֆյան Անդրանիկը Արցախի ծմակավորից։ Հիմա գնանք այդ պատմության միջից վերցնենք, չգիտեմ, Քեմուրճյան Ալեքսանդրին բերենք, ես նույնիսկ գնացի Փարիզում գտա ՅՈՒՆԵՍԿՕ-ի շենք, ասում են այնտեղ Սիսակյան Նորայրի անունը գրած է, Սիսակյան Նորայրի աշտարակից շատ հասարակ, շատ խեղճ ընտանիքից համարում է տիեզերական կենսաբանության հիմնադիրը։ Միակ սովետական գիտնական էր, որ այն ժամանակ թույլ էին տալիս բանի հետ աշխատել, Եվրոպայի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի շենքին գրված էր մեծ թարերով Նորայր Սիսակյան։ Մտածեմ ասեմ լավ, հիմա դու գնում եք զենք առնելու այս մարդկանցից։ Այս մարդկանց այդ պատմությունը հետաքրքիր չի ընդհանրապես։
Ես խոսում եմ դրա մասին, դուք վերցնում եք ինձ քարերը խփում եք գլխից, ճիբուր աշկանել էր, այ կոկորդիլոս գենանել էր, այդ ոսկե միջինը, որպեսզի ասենք ցանկացած գիրք, եթե դուք բացել եք, հա, գոյություն ունի նախաբան, եւ վերջաբան, այսինքն ես փորձում եմ այդ ընթերցողին ուղեկցել, որ ժողովուրդ, սա պաթոս չի, սա չի արվել նրա համար, որ վերցեք աշխարհով մեկ պտտեք, ասեք, այ իսկականից չի բուրաշկանը կոկորդիլոս գենանել են, այ ոնց որ ասենք, չգիտեմ, Մյուրատը, ես քանի տարի փորձում եմ այս մարդկանց համոզել, որ Մագդա Նեյմանը աղբյուր չի։ Մագդա Նեյմանը չի կարող լինել պատմական աղբյուր, գոյություն ունեն արխիվային փաստաթղթեր այն մասին, որ Մյուրատը ազնվական ֆրանսիական ծագում ունի։ Կամ այն արցախցի Ռոստոմին։ Այսպես այնպես մտածես, ինչ պաթոսով են եկա, Ժորժան ասում եմ, մամլուք էր այդ մարդը։ Մամլուք արաբյանից թարգում է սեփականություն, ուղղակի ոնց որ Ենիչերներից էր, ասենք տարբեր ազգերից հավաքվել են, այսինքն ինքը մի երևելի կերպար չէր, այնպես որ չթողեց Մոսկվան պաժարտնի, չեք խոսում, Ժորժան պատմություն կա, Բանկալդյանն էր հայել, չգիտեմ ով էր հայել, պրինցեսան, հա, այդ արքայադուստերը։ Մի հատ էլ առաջ կանք Արփիջան 60-ական թվականներ։ Մենք սա խոսում ենք պաշտպանված լինելուց եւ պաշտպանվելուց։ 60-ական թվականներին սովետական միությունում հայտնվեցին հակատանկային, հակաարթիռային առաջին համալիրները։ Կոնկրետ ԱՄՆ-ում սրա համար արդեն լուրջ սկսեցին անհանգստանալ։ Եթե այդ առաջին համալիրների ստեղծումից ընդամենը 23 տարի հետ են գնում ենք Սիմֆերոպոլ, ընդամենը 23 տարի, այնտեղ մի երեխա ցեխերի մեջ նստած խաղում էր, ցեխերի մեջ։ Բալիկյանների ընտանիքից էր, այսպես ասենք ազգանան, Բալիկյանների հայրն էլ ջուր էր ծախում, վադավոզ, այսպես ասած, շատ էին երեխեքը չէին կարողանում պահել։ Քերին նոր գալիս այցելություն, տեսնում ես երեխան ցեխերի մեջ էլ այնտեղ հողա ուտում, չգիտեմ ինչ ատում, քրոջը այսպես մի քիչ նախատում, ասում է, չի կարելի, այսպես երեխա չեմ պահում, չեմ կարող էսա։ Ասում ես երեխան դու ես կպարում։ Տանում որդեգրում, այսպես արդեն իր ազգանունն է տալիս քերին, հա։ Այս երեխան դառնում է Տեր Ստեփանյանը։ Անդրանիկ։ Ես վստահաբար եմ ասում, դուք ռուսներին հարցրեք ով Անդրանիկ Տեր Ստեփանյան, ես ոչինչ չեմ ասում, Անդրանիկ Տեր Ստեփանյան։ Հիմա նույնիսկ Google-ում գրես, մի 100 օգտատեր կբեր էլի ըստ երևույթին կամ 500, չգիտեմ, Անդրանիկ Տեր Ստեփանյան ինչքան կլինի Հայաստանում, չգիտեմ։ Այս մարդը ստեղծում է հակատանկային, հակաարթիռային առաջին համալիրները։ Շմել, տոչկա ու իգլա, ստրելա։ Ասենք այդ զենքերից շատերը մինչև այսօր ՌԴ-ի այդ կազմում զինված ուժերը մինչև այսօր գործածում են։ Դուք հասկանում եք ումից եք զենք առնում եւ ում զենքն եք առնում։ Կամ դու որ գնում ես Ռոլան Մարտիրոսով այդ հարցազրույց ես վերցնում, ասում ես ուրախ եմ որ դու ես ՌԴ-ին դարձրել գերհզոր երկիր։ Այդ Ռոլան Մարտիրոսովին մի հարցն է, նույնիսկ Պողոսովն էր սուի գլխավոր տնօրենը Պողոսովը, երկուսն Արցախից էին։ Համ Մարտիրոսը, համ Պողոսովը։ Այն մի պապիկը 2 տարի առաջ կարծեմ անցյալ թե նախանցյալ տարի մահացավ Յոսիֆ Հակոբյանը, հա, ասում են создатель современного ПВО։ Այդ մարդը որ այդ հրթիռներին ասում են ինչ ռուսներն ասում են он научил ракет думать, ասում։ Այսինքն ինչ են ինքնակառավարող ոչինչ չէ։ Այո, կետային հարվածի համար։ Հիմա մի հատ Յոսիֆ Հակոբյանն, Ռոլան Մարտիրոսը, մի հատ Պողոսով, դրանք այսօր են։ Գնում ես 50 տարի հետ ասում ես ժողովուրդ, այդ Անդրանիկ Տեր Ստեփանյանը մա տեսեք ինչեր ա տվել ռուսներին, հակատանկային, հակաարթիռային առաջին համակ։ Ասենք տղամարդիկ եթե լսեն մեր զրույցը, գիտեն ինչ զենքերի մասին ա խոսքը, հա։ Ես էլ արդեն բավականին տեղյակ եմ։ Ժամանակ ա անցնում եւ ռուս անկախ վերլուծաբաններն ու ռազմական գործի մասնագետները սա ես չեմ ասում ախր ես քանդ գլուխ ունեմ նման բան ասեմ հասկանում եք աղբյուրներ պիտի լինեն հաղումներ պիտի ասում են որ ժամանակակից Իսկանդեր եւ Վերբա համակարգերը ստեղծվել են Անդրանիկ Տեր Ստեփանյանի նախագծերի հիմքի վրա այսինքն այն ժամանակ որ այդ մարդն արել է Այդ մարդը արդեն մահացել էր իհարկե։ Այ դրանց հիմքի վրա եկել են հասել են այնտեղ, որ ստեղծել են արդեն այդ Իսկանդերները, արդեն այդ Վերբաները։ Հիմա եթե մենք սկսենք կանոններից խոսել, ասենք այդ նույնիսկ Կրեմլն էր փուլ գալիս, հասկանում եք, ասում են ժողովուրդ, եկեք այս 10 մարդուն հանենք այստեղից։ Պաթոսի մի աստիճան կա, որ եթե այս մարդկանց հանենք,
ուրիշ ոչ մեկ չէր կարող անել, դա չկա այդպեսի բան։ Հիմա չգիտեմ, Անդրանիկ Յոսիֆյանը չլիներ, կարող է մի ուզբեկ լիներ, ես չեմ, այստեղ ուրիշներին թերագնահատելու խնդիրը չի։ Ոչ ուրիշներին թերագնահատելու խնդիրն է, ոչ էլ մեզ գերագնահատելու խնդիրն է։ Հարցն այստեղն էր, որ եթե դուք կարողանում եք այս ամեն ինչը անել եւ հանգիստ անել թողնել ուրիշին, ինչն էր խանգարում ձեզ այս ամեն ինչը անել 1991 թվականից այս կողմ։ Չունեինք, այնքան անուններ կարող եմ տալ։ Այս դրա մասին է խոսքը, որ դառն ուզում ես գնա, որ ժամանակ ուզում ես բացի, որտեղ ուզում ես նայի, տարբեր զուգահեռներում ապրում էին հայերը։ Մեկը ստեղծում էր այս ամեն ինչը տալիս էր այնտեղ, մեկը այս տան մեջ նստում էր այստեղ։ Օրինակ այն սարսափելի շրջաններից մեկը Շամիլ Շամիլյանի Հովսեփ Էմինի ժամանակաշրջաններ, ինչ էր կատարվում այստեղ, ինչ էր կատարվում այնտեղ։ Այս երրորդ գիրքը մեր այս բանին ոնց որ մոռացանք երրորդ գրքի օրինակը ճանապարհ դեպի ամենասարսափելի գրքերից մեկն էր ինձ համար այդ հավաքելիս, որովհետև ես ինքս էլ տեղյակ չէի պատմությանը։ Որ 1500 թվականներ կարդում ես պորտուգալացիները գալիս են Հնդկաստանը գաղութացնել 1500։ Եկել տեսնում ես հայկական ջոկատները վեր կացան պորտուգալացիների դեմ կռիվ են տալիս, դուք չպետք է մտնեք Հնդկաստան։ Պորտուգալացիները գնում են գալիս են ֆրանսիացիները, ֆրանսիացիները գնում են գալիս են անգլիացիներն, հա, գնում են անգլիացիները գալիս են հասնում են Բրիտանիա։ Դե ստրկացած վիճակ էր այսպես, հա, գաղութ էր, մարդիկ կոպեկներով աշխատում էին, այսպես ամբողջը գնում էր բրիտանական թագավորությանը։ Մի հնդիկ այս բանը չեմ հիշում նահանգը, բայց կարևոր էլ չի։ Արկոտի Նավաբի կարծեմ, եթե չեմ սխալվում, ամբուստանում է։ Ապստամություն։ Հա, ասում եմ, դե արգելի անգլիացիներ հասկացանք, բայց ամեն ինչ իր տեղն ունի, էլի մի քիչ էլ մեր ժողովրդին ասենք լավ նայեք, էլի մենք գաղութ ենք դուք անգլիացիները կոպիտ ասած տեղն են դնում, ասում եմ, քեզ նայի, մեզ նայել, հանգիստ նստի տեղություն, այս տղան ասում է սովստամություն տիպարում։ Ինչու՞։ Ասում եմ, որ ժամանակ թագուհն ասում է, զրուցը թագուհին ասում եմ, մատ ջոկատ ուղարկիկ, ջոկատ։ Ասենք ջոկատն ինչ պիտի լինի, թող լինի 14 հոգի, 16 հոգի, չգիտեմ։ Թող գնան մատ այդ գուբերնատորին տեղ դնեն։ Ասում եմ, չկարողացավ մտնել ջոկատը ներս նահանգից։ Սկսեցին կրակել։ Թնդանոթից կրակեցին։ Անգլիացիներն մնացին ապշած, ասեն, հնդիկներին թնդանոթ։ Սկսեցին կրակել մուշկետներից։ Ոյ մարդ մի շաբաթ, երկու շաբաթ, այնքան հետևներից մատ գերի բռնեցին հնդիկ։ Ասին մեզ արդեն հետաքրքիր չի, մատ մուշկետ բերեք մեզ, էլի մատ հասկանանք ես ինչից են կրակում ես մարդիկ այ մարդ։ Թնդանոթ որտեղից սրանց։ Մուշկետը ձերքից վերցնում են տունում են անգլիական մուշկետներին երևի 10 անգամ գերազանցում էր, ասում են քեզ որտեղից։ Թնդանոթ քեզ որտեղից այ տղա։ Ասում եմ տեղ մի կենցաղային լեզվով պիտի ասեմ, որ մի քիչ հասանելի լինել մեր ժողովրդին կներեք այդ կենցաղային այդ լեքսիկոնի, որ ես մենտեղ մատ հայ տղա կա ցեխա դրել դրա համար սիրո։ Այս մարդը համարում է Հնդկաստանի ազգային ազատագրական պայքարի հերոս։ Երկար ժամանակ անգլիացիները չեն կարողանում, հա, Գեորգի Արությունյան կամ Գորգին Խանին հաղթել չեն կարողանում։ Կաշառում են մահմեդական զորքեր, ամանատարն ասում են այդ տղա ջան, դրան մի թիկունքից խփի, մենք քեզ ինչ պետք է կտանք, Գորգին Խանն գնում է, անգլիացիները մտնում են, իրանց գործն անում են եւ ամենասարսափելի արտահայտությունը, որ երբևէ ես կարդացել եմ անգլիացիները այդ որ ամբողջ աշխարհի երբ նայում ես որտեղ մի բան կա, այդ անգլիացիները մեջն են, էլի ամբողջ աշխարհը ստրկացնելով ման էին գալիս այդ մարդիկ։ Ասում են այդ հնդիկների բանի գնացեք ենքով, այդ հայկական ջոկատների հրամանատարին մատ կան չեք ստեղ։ Մենակ հայկական ջոկատներ անդր։ Գալիս են հայկական ջոկատներ, այ քեզ բան նստում են 6, 7, 8-ը չգիտեմ 10 հոգի, ինչքան ջոկատներ կան։ Սա հնդկերինից եմ թարգմանել ես։ Մի կերպ։ Անգլիացիներն ասում են պարոնայք, մատիկ եք այսպես ֆրանսիացիներ լեզվով ասած տետատետ խոսենք էլի։ Անմարդ գնացինք Աֆրիկայի տակերը եկակ դեմներս։ Գնում ենք ին Լատինական Ամերիկա օվկիանոսի ենքում եկակ դեմներս։ Գնացինք Բիրմա եկակ դեմ, գնացինք Հոնկոնգ եկակ, գնացինք Պարսկաստան եկակ դեմներս, գնացինք Օսմանյան կայսրություն եկակ դեմներս, գնացինք Հայաստան, մեր դեմ ելավ ռուսական ցարական իշխանությունը։ Հարկելի հայեր, դուք տուն չեն։
Ծիծաղելի է, բայց իրականում ողբեր։ Հենց այսպեսին է, հասկանաս, դուք ամբողջ աշխարհի ուր գնացինք ելակերներ դեմ այ մարդ, բայց գնում ենք ձեր տուն, Օտարն է։ ռուսներն են գալիս մեր դեմ մեր հետ հարցեր լուծելու։ Հիմա սա միամտություն էր, թե Պարոն Մամելյան, արդեն խախուտ մանեն կարկուտներ։ ուզում եմ մի հատ հարցի անդրադառնանք ձեր ասացի շարունակության մեջ։ Այ այդ բոլոր անունները, որ նշեցիք, ինչ կարծիք եք, գուցե մասշտաբի հարց կա։ Ինչ եմ ասում մասշտաբի հարց, անձամբ իմ օրինակը եթե բերեմ, երբ որ դու փոքր սահմանափակ տարածության մեջ ես եւ էքսպանսիայի հակում չունես, դա ստիպում է քեզ փոքր մտածել։ Ես անձամբ Հայաստանում, ասենք որպես բժիշկ, մեր համալսարանը անկեղծ կարող եմ ասել, ինքը տալիս է որակյալ կրթություն, դու դա կարող ես ավարտել։ Հետո ես իմ կրթությունը ավելի նեղ մասնագիտական շարունակեցի Մոսկվայում եւ ես գոհ եմ դրա համար, չնայած որ անձնական առումով լավ կրթություն եմ ստացել, որտեղ մեծ երկիրը բերում է մեծ մասշտաբի զգացողություն։ Դու մտածում ես մեծ կատեգորիաներով։ Իսկ Հայաստանում, այսինքն այդ փոքր երկրներում փոքր սահմանափակ տարածքներում այդ մասշտաբի զգացողությունը չկա։ Գուցե խնդիրը նրանում է, որ մարդիկ, ովքեր դուրս են եկել, ովքեր սովորել են այդ մեծ մասշտաբին, մեծամասնությունը ստեյության հետ չի եկել, այո, դրսում կայացել են, մեծ հաջողությունների են հասել, իսկ Հայաստանում տեղում մնացել են ու մանավանդ որոշում կայացնողների շարքում եղել են այդ փոքր մտածողությամբ, մասշտաբի զգացողություն չունեցող մեծ մասշտաբի թույլ ներքին կամքով հոգեբանության մարդիկ, ովքեր լծակներին տեր դառնալով սկսել են ճնշել մարդկանց, ովքեր կարող էին իրենց, այսպես ասեմ, մի կողմ գցել։ Այսինքն այստեղ այսպեսի հակասություն է առաջանում։ Գուցե հենց խնդիրը նրանում է, որ դուրս եկած մեծ թռիչքներին սովոր մարդիկ պիտի հետ վերադառնային եւ այդ մեծ հորիզոններով վարակեին ներսում եղածներին, չգիտեմ, ես փորձում եմ պատճառները հասկանալ։ Ես էլի պիտի հղում անեմ այդ ֆոլկլորին, արտախախուտ մանեն կարկուտ, էլի պիտի հղում անեմ, որտեղ միշտ են գալու դրան։ Սա ոչ թե էլի եմ ասում, ոչ թե թերագնահատելու կամ գերագնահատելու, այլ ուղիղ այդ adekvat ճանապարհը գտնելու ինչն էր խանգարում երկու հայերի մի ճամփով գնալու։ Սրա մասին է խոսքը վերջում լինելու։ Եկեք այսպես անենք 48 թվականի մայիսի 18 կարծեմ թե 14 կարևոր չի, չգիտեմ։ Նույնիսկ ժամ կարող եմ ասել, ժամ 19:00, չգիտեմ։ Դավիթ Բեն-Գուրիոնը հայտարարում է, որ մենք ստեղծում ենք Իսրայելի Հանրապետություն։ Իսրայելի Հանրապետություն 450,000 հրեաներ էին։ Սա համայնք էր, ընդհանրապես համայնք էր։ 450,000 հրեաներ 20-30 միլիոն արաբների մեջ։ Մենք ստեղծում ենք պետություն։ Աշխարհում ասում են հաջորդ օրը մի անգամից էլ Իրաք, էլ Եգիպտոս, էլ չգիտեմ, էլ Լիբան անգամից մտնում են ու ոչինչ չեն կարողանում անել։ Հարցում են, ասում են, նո իհարկե սովետական միությունը այդտեղ իր դերն ուներ, անպայման պահում էր այդ նորաստեղծ հրեական, ասենք, այդ պետությանը, բայց 450,000 համայնք, որը պնդում էր, որ 6 միլիոնով իրեն կոտորվել են արդեն։ Թերթը ես անպայման ձեզ կուղարկեմ, հետո հանկարծ մի ուրիշ հաղորդման մեջ ես անպայման այդ թերթը ցույց կտամ։ Առաջին անգամ Եվրոպայում 1915 թվականին հրեական թերթում հրապարակվում է հոդված այն մասին, թե ինչպես են 6 միլիոն հրեաները կոտորվել։ 15 թվականին։ Հրեական թերթում 15 թվականին, այսինքն ուր է Հիտլերն էլ չկար նույնիսկ, Հիտլերն է ժամանակ Եֆրայտերը անգլիացիների դեմ էր կռիվանում, հա։ 15 թվականին։ Ասում ես լավ, եկեք տեսնենք այս 450,000-ից համայնքը, եթե շրջապատված է թշնամիներով, հա։ Մենք գոնե չգիտեմ, այնտեղ մեկը վրացին, ասենք, չգիտեմ, այնտեղ սովետական միության ժամանակ նույնիսկ այդ խնդիրն էլ չկար, եթե ասենք հաշվի առնենք, որ Թուրքիայի հետ հարցերը արդեն կարգավորվել էր, այսպես քիչ թե ոչ թե կարգավորվել էր, սովետական միությունները արդեն չէին գալիս առաջ։ Եթե այդպես նայենք, այս մարդիկ ընդհանրապես լրիվ թշնամիների մեջ էին։ 20-30 միլիոնների նայեք 450,000-ից համայնքի նայեք։ Ընդհանրապես պիտի չէին ընկնեին այս մարդիկ, բայց տանկերով մտան, չգիտեմ ինչով մտան, չկարողացան։ Դա իհարկե 450,000-ի շնորհքը չէր, բայց ինչպես կարողացան այս մարդիկ ստեղծել մի պետություն, որ այսօր ուղղակի թելադրում է այդ ամեն ինչը։ Նախ իրենց այդ 6 միլիոնի այդ
կապիտալիզացրեց շանտաժ է դա 6 միլիոն մեծ կոտորել են այդ իրենց այդ Աննա Ֆրանկներով, չգիտեմ ինչերով, ասենք, հա, Աննա Ֆրանկից 30 տարի առաջ, ասենք, միլիոններով հայեր էին կոտորվել, բայց մենք որևէ թուղթ չունենք, որևէ գիր չունենք, որևէ ֆիլմ չունենք, ոչ մի բան չէր, ով էր ռոպագանդելու այդ ամենի մասին, հա, դե հայերն են էլ մի քանի հոգի սպանել են, դա շուխուր են անում, էլի հայերին չգիտեք այսպես, բայց ինչ-որ մի Աննա Ֆրանկ բացարձակ շինցու ինչ-որ մի բան, էլ այդ Աննա Ֆրանկը ինչ-որ 12 տարեկան երեխա նստել այսպիսի բաներ ագրել։ Հետո գնում ես ասում ես ընկերներ Վիլհեմ Շախտը օրինակ, այս մարդը նստած է Նուրենբերգի դատավարությանը բերի կախաղան հանեին։ Շախտը 3-րդ ռեխի գլխավոր ֆինանսիստն էր, հա։ Երբ որ Հիտլերը Շախտին ուղարկեց, ասեց գնամ ես փող գտի բեր։ Գերագույն գլխավոր հովանավորները շվեյցարական բանկերն էին։ Շվեյցարական բանկերը։ Հիմա արժի ասենք խոսել նկատի ունեք կուսակցության հովանավորները։ Երրորդ ռեխի հովանավորները, այսինքն մենք պիտի պատերազմենք, մեզ զորքապետ, մեզ զենքապետ։ Հիմա պետք չի ասել շվեյցարական բանկերում ենթակայության տակ են, եթե այսպես սկսենք, բոլորն էին հрьяաներ։ Բոլորն էին հрьяաներ, Ռոշիլդն, Ռոքֆելլերն, չգիտեմ։ Այնտեղից Հենրի Ֆորդը հանկարծ են տվեց այդ գլխավոր բիզնեսմենը բոլոր ժամանակների, դարձավ երրորդ ռեխի ամենամեծ հովանավորներից մեկը։ Հետո ինչ-որ այսպես կիսածամածրված դեմքով, այսպես հիվանդոտ, հոգեկան հիվանդ մի երիտասարդ եկավ Հիտլերին ասեց ինձ տուր մամուլն ու հեռուստատեսությունը, ես բոլորին կհամոզեմ, որ դու աշխարհի ամենաուժեղ տղեն ես, ինչ էր անում ռոպագանդան։ Հա Այդ Գեբելսի ռոպագանդան ինչ արեց ուղղակի այդ գերմանացիները առավոտից իրիկուն աշխատում էին 3 կոպեկ, 2 կոպեկը տալիս էին ֆրանսիացիներին ու անգլիացիներին, այդ մի կոպեկը չէին հասցնում ուտել նույնիսկ։ Ու այդ գերմանացիներն ասում են մենք գնում ենք պատերազմի, գերմանացիներն էլ հավատացին, մենք գնում ենք պատերազմի։ Ինչով ազգային նվաստացում, ես կարծեմ այստեղ պակաս դեռ չխաղաց, որ նրանց այդ նվաստացած վիճակը պարարտ հող էր ստեղծել։ Իհարկե Հիտլերը դա օգտագործեց։ Շատ էին նվաստացել այդ 20-ականների խայտարակությունը այնպեսի հող ստեղծեց, որ մարդկանց մեջ պորտկաց այդ ազգային հպարտությունը։ Եվ տեսեք Հիտլերը դա օգտագործեց չհասկանալով, որ ինքը օգտագործվում է։ Ինքն էլ էր օգտագործվում։ Ինքը օգտագործեց դա, հա, պատական չէ, որ տարա ֆրանսիական այդ նույն անտառում, այդ նույն վագոնչիկից վերես նստեցրեց, ասեց հենց տեղ գրեք ստորագրեք։ Ոնց եք մեր հետ վարվում։ Հիմա մենք ձեզ խայտարական ենք, այսպես խայտարակ է, եթե պատերազմի այդ բաները բացեք, Արփիջան, զուգահեռները սարսափելի են ուղղակի, էլի, սարսափելի են։ Ֆրանսիացիները բասկետբոլ էին խաղում։ Երբ որ Հիտլերը մտավ Լեհաստան, Անգլիան ու Ֆրանսիան միանգամից պատերազմ հայտարարեցին։ Բայց պատերազմ հայտարարած այս երկրները զորքը նստած էր բան էին խաղում, հա։ Ֆրանսիացիներն ասում են մենք բան ունենք Ինչ են ասում նրանք լինիա մաժինո, այս մաժինոն էս կանտա, այդ Հիտլերն ասեց որ դուք դեպի ձեր մաժինոյի գիզնել դուքն էլ, ասենք Բելգիայում եկավ տվե ջարդեց փշրեց, անգլիացիներն են ասում են մի քիչ համբերեք, հեսա Հիտլերին ուղում ենք բան դեպի սովետական միություն, Ստալինից ասում են համբերեք, ասում են ընկեր Ստալին եկան այդ մարտիկ, ասում են հնարավոր չի, մենք Հիտլերը չի գա մեր վրա։ Ու այսքանի մեջ նայում ես հայերի վիճակը փոքր ազգի կոմպլեքսը հիմա որ մնացել է այս մարդկանց մոտ, հա։ Եվ ավելի է խորացել։ Սարսափելի արմատներով, այդ մետաստազներով արդեն գոռան սա հայեր, սա հայեր, սա հայեր, բայց երբ որ դու ես ասում որ սա հայեր, քեզ անկարծ կարը վերցնում են գցում են։ Մեր կողքի հարևանները ոչ բարով խերով, հա, օրական մի բան դուրս են տալիս։ Ասում եք նստեք, ես ձեզ պատմեմ, որ Կոլումբոսից դեռևս 100 տարի առաջ անունն էլ տալիս է այդ ադրբեջանցու։ Ինչ-որ մի ադրբեջանցի Հնդկաստանից ձեռք բերած քարտեզներով գնացել ու հայտնաբերել էր Ամերիկան։ Այդ մեկն ասում է դու գիտեք Քարիմ ինչեր է ասում, այդ Քարիմից է ստեղծվել Կրեմլը, բացատրում ասում է Կրեմլով է ստեղծել, ով է նախագծել, ասում եմ եկեք հարցնեմ այդ հայրին, ասենք դուք ճանաչում եք Միրոն Մերժանովին, ասենք այդ անունը երբևէ լսած կաք։ Տեսեք ինչ են անում ադրբեջանցիները։ Միհրան Մերժանյանցը համարվում էր միջև այսօր այդպես է, իրան ասում է լիշնի արխիտեկտոր Ստալինը։ Այդ բոլոր դաշաները, որ Պուտինն էլ միջև այսօր վայելում, հա, այդ բոլոր այդ մարդը Սոչի այդ բոլշևիկների այդ սանատորիաները, չգիտեմ ինչերը, դե Ստալինավարի այդ մարդուն ջարդեցին, փչրեցին, բռնադատեցին,
նույնիսկ հետքը կորավ այդ մարդու փաստաթղթերով, որտեղ որ գրած էր Միրոն Մերժանով, հերիք չի որ Մերժանյանց Միրանը դարձել էր Միրոն Մերժանով, ճնճում էին որոշ փաստաթղթերի տակ իր անվան փոխարեն պարզապես գրվեց Կարո Հալաբյան։ Ու Հալաբյան Կարոն դարձավ մի քանի բաների ճարտարապետ, որ բարձրացած կապ չուներ դրանց հետ, էլի։ Ամենայն կենտրոնական փողոցներից մեկը ամենայն հարգանքով, այստեղ Հալաբյանի մասին չի խոսքը, ռուսները էսպես էին ուզում, բայց հայերը չեն ճանաչում։ Ադրբեջանցիները ռոպագանդում են, որ Սայաթնովան Բաքվում տուն է ունեցել, հասցե ունի, չգիտեմ, այսպես նույնիսկ մարտի կարող են մեջ բերել, մեկ էլ տենաս մեկ եկած ես ճանաչել եմ, տեսել եմ Սայաթնովային ու ադրբեջանցիները ծափ կտան։ Չէ, իհարկե։ Ազգովի այդ ռոպագանդային իրենց հոյնաստին հավատում են։ Տեսեք, Գեբելսն էր այդ ռոպագանդան անում, ինչ էր անում, սովետական միությունն էր այդ ռոպագանդան անում։ Միշտ պատերազմների ռոպագանդա էր, այդ բաների պես չէր, գիտեք, միջին դարերի կամ չգիտեմ ինչերի պես թուր թվանքն առան, թակավորն էլ նստեց դիուն։ Որ գյուղացի հասարակ մարդ է գար ասեր պատիվ արեք ձեր հետ պատերազմի դաշտին ասեն դու լը չես ասել այդ աստիճանի դու պիտի ասնվական ծագում ունենաս որ պատիվ լինի քեզ զենք վերցնելը ոչ թե 18 տարեկան երեխեքին 20 օր հետո ասենք երթվեք հետո որ հանկարծ մի հատ գլուխը տեսպես անես ասենք դու երթում ես տվեք այդ ազդիզբատ հա օրինակի համար այդ ազնվականությունը վերացրեցին, ջարդուփշուր արեցին, բերեցին այդ դեմոկրատիան այսպես դրեցին, ու կարևոր չի այստեղ հայերի դերն էր, Արփիջան, ես բոլոր ժամանակներում որ պահին որտեղ պատմությունը բացեք, այդ Աքիլեսյան գարշապարը մեր այսպես ամենաթույլ տեղը եղել է միշտ նույնը, մենք երկու հոգով նույն ճանապարհով երկար չեն կարողացել գնալ։ Այստեղ քառակուսի մետրն էլ նույնիսկ կապ չուներ, որովհետև այդ մարդի գնացին այդ քառակուսի մետրի մեջ հատվեց այդ հնարավորությունը նույնիսկ ցարական Ռուսաստանը, նույնիսկ բոլշևիկները տվեցին, չգիտեմ, Ամերիկան տվեց, Հնդկաստանը տվեց, սա տվեց, բայց հարց, երբ որ Շահաբազն եկավ, տեղահանեց, տարավ, այսպես, հա, նախ մեր պատմությունը չի ասում, որ տեղանումների ժամանակ միլիոնավոր մարդիկ են մահացել, չէ՞։ Հələ մի հատ էլ ըստ Թումանյանի Աբբասն իրեն ներկայացնում էր որպես փրկիչ, հա, ինչ էր արել Շահաձեզ Վատկազան թուրքի ձեռքից փրկել, իբր ես փրկել եմ։ Բնական է, չէ՞, Շահաբազը չէր ուզում, որ այդ ողջ մարդիկ էլ այսպես ժիվոյ կենթանի, այսպես են գնել։ Եկան հասան տարան Պարսկաստան, շատ կարճ ժամանակում նոր ճյուղան դարձավ Պարսկաստանի ամենակարևոր այդ կրթօջախներից մեկը նոր ճյուղեմ ծնվեցին մարդիկ, որոնք մինչև այսօր կանգնած են պարսկական այդ շատ բնակավարների ակունքներում։ Մեկ էլ աֆղաններն եկան մտան Պարսկաստան, նոր ճյուղան տվեցին կրակի, հայերը նորից հավաքեցին ուսապարկերը ու գնացին Հնդկաստան, այ մարդ, ասում են ընկերներ, դուք ձեզ հանել էին Արևելյան Հայաստանից։ Ասում են, օրինակ, ինչ ես դու հայտնվել Պարսկաստանում, ասում են, ինձ բռնի են տեղահանել։ Սուրը դրել են կոկորտից բել են այստեղ։ Հիմա եկել են մոնղոլները Արևելյան Հայաստանը դատարկ է։ Դու պիտի փախնես։ Ես պետք է մտածեմ, ասենք, որ ես տուն ունեմ, որտեղից ինձ ժամանակին բռնի են տեղանել, հիմա այդ տունը դատարկ է։ Բայց չգնացին, չեկան Արևելյան Հայաստան։ Չեկան։ Գնացին Կալկաթա։ Հիմա մեկը կա այս մարդկանցից, ես նրա մասին խոսել եմ, էլի իհարկե, այս մարդուն ինչ-մի պաթոսով են նկարել, ինչ-մի պաթոսով, այնթատ ասում եմ ժողովուրդ, մի լսեք այդ աղմախռիլները, էլի։ Նախ ինձնից շատ գողացած բաներ կա, բայց այստեղ ես նեղվում եմ ոչ թե նրանց, որ ինձնից գողանում են, այլ որտեղ ճիշտ չեն ներկայացնում։ Այս մարդը 5-6 տարեկան երեխա էր, հայրը մահանում ասոված, աղքատ ընտանիք, մայրն ասում է վերկած գնա բան Հոնկոնգ այնտեղ քուրդ փեսեն գործիա մի բան կտակ աշխատես էլի ոնց է հասնում Կալկաթայից Հոնկոնգ չարթուփշուր սոված ծառավ այսպես անել որ տենում ասան էր քրոշն ասում եմ կնոշն ասում անի մենք շատ ենք ապրում մատել ասում թե փուչուր երեխա է ինչ անեմ տանում բանկերից մեկի դռանը կանգնացնում է բանկի դռանը դրսից ասում ես դուրը կբացես կփակես եթե կարողանաս սովորես ժպտալ Կել տեսար մերկու կոպեկ չգիտեմ դե բանկը հարուստներ են մտնում դուրս գալիս ընդամենը 6-7 տարի հետո այս երեխան հայտնվում է բանկի ներսում դուռը ներսից է սկսում բացել արդեն եւս մի քանի տարի հետո այս երեխան հայտնվում է բորսայում
Առաջին միլիոնը երբ որ աշխատում ես, ամենաերիտասարդ միլիոնատերն էր Հոնկոնգի։ Գնում է Հոնկոնգի իշխանություններին, ասում է որտեղ է գտնվում ձեր տարածքի ամենամեծ աղբանոցը։ Միլիոն աշխատես երեխան։ Գնացել է Զիբիլյանից առնել։ Ասում է դու ուղեղով ո՞նց ես միլիոն աշխատել։ Հələ նավեր են նայի, հələ մոտ գնում մի քանի տարի աշխատում այդ աղբանոցը առնելուց հետո գալիս ասում է ձեր տարածքի ամենամեծ գերեզմանոցը կտակ առնում։ Այս մարդը վերջնականապես հոգեկան հիվանդ միլիոնատեր։ Այս մարդը գերեզմանոցը հավասարեցնում է հողին։ Աղբանոցը տանում է այդ աղբը լցնում է ծովը։ Ծովը դարձնում է գրունտ, բերում է կպցնում է գերեզմանոցին եւ կառուցում է Հոնկոնգի առաջին էլեկտրոկայանը։ Առաջին էլեկտրոկայանը։ Այսինքն հիմա Հոնկոնգում ինչ որ կա այդ աստվածատրյան խաչիկի, նույն ինքը Փոլ Չաթերը, ինքը հետո գնաց մասոնական բաների ությակների մեջ մտավ Թագուհին անձամբ էր գալիս այսպես Թագուի հետ շատ մոտիկ էին, ուր գնաց այդ մարդու փողերը։ Եթե դուք այդ երրորդ գիրքը բացեք կարդաք, սարսափելի այդ խոջաները մեր հովանավորում էին Հնդկաստանի բանակի չգիտեմ 80-90-ից ավելի տոկոս հովանավորում էին։ Այդ ամեն ինչը մնաց բրիտանական թագավորությանը։ Ամեն ինչը մնաց բրիտանական թագավորությանը։ Ոչինչ չկավ այստեղ այն ժամանակ, երբ որ ելեմ ասում Հովսեփ Էմին ու Շամիլ Շամիրյանը փորձում էին ինչ-որ բան անել, այստեղ էլ մեր կաթողիկոսներ գլուխը բարձրացրել, ռուսներին այսպես բզբզում էր, ասում էր, տեսեք, հնդկաստանց եկել են, ուզում են ինչ-որ այստեղ խաղալ, վրացիներին եկան խնդրեցին, վրացիներն ասեցին, մենք Պարսկաստանի հետ հազիվ մի կերպ մեր հարաբերությունները մի խանգարեք, ոչինչ չարեցին։ Ոչինչ չարեցին ուղիղ այն ժամանակ, երբ որ անգլիացիները Գորգին խանին ասում էին այդ հայկական ջոկատների համտարին, ասում են դեղեք դուք տուն ու տեղ չունեք։ Հիմա վերջն էլ սա ասել, որ մենք փոքր ենք, բայց 450,000-ից համայնքը, իբր որ 6 միլիոնով էլ կոտորվել էին։ 6 միլիոնով կոտորվել էին մարդիկ։ Այդ նեղ տարիներին 6 միլիոնով կոտորված ժողովուրդը ճակերտավոր աշխարհում դեռևս ոչ քիչ հայտնի ռուսահպատակ իհարկե Գոլդա Մեիրը վերակենում գնում աշխարհում մեկ Բեն-Գուրիոնն էր ուղարկել ասում է գնա աշխարհում տես ինչ փողեր ունես փողեր կարող ես վերցնել հա չկա ասում 20 30 թե 40 միլիոն փող ավակ այդ ժամանակվա 40 միլիոնը ասենք չգիտեմ 30-40 միլիոնը տասնապատկենք կոպիտ ասած ինֆլյացիան հաշվի առնելով ենթադրենք բավական թանկ արժենում գիրքը ինձ որևէ մեկը որևէ այսպես զիջողություն չի անում ասենք չգիտեմ տպագրատներ այսպես մեկն ասի ես սա չեմ ուզում մեկն ասի որտեղ բոլորիս համար ամեն ինչի համար վճարում ենք հետո գալիս ենք հասնում ենք միտեղ որ պիտի սահմանափակ լինի քանակությունը ու չգիտեմ 1000 օրինակ է այսքան արժի հա ինչքան շատ այնքան ինքնարժեքը նվազում է բարձր սրանք քիչ են մի քիչ տարբերություն է տալու գնի մեջ էլի բայց այս գրքի արժեքն իմանալու դեպքում ես գնի հետ հաստատ բան չեմ անում։ Եթե դու արժեքը գիտես, դու գնի մասին չես մտածում։ Կարող է մի քիչ թանկ լինի, չկարողանաս կամ վաղը կամ նույնիսկ եթե չառնես, բայց արժեքին չես կպնի։ Իհարկե։ Չես ասի, էս ինչ է, էլ ուղղակի։ Հիմա գնացել է Գոլդա Մեիրը միլիոններ ա բերել, ես էլ եկել եմ ասում եմ, սիրելի ժողովուրդ, ես 3-4 տարի գոռում եմ, լավ էս աշխարհում երկու հայ չկա, ասենք, բերեք մի քիչ օգնեք։ Ես այս գրքերը ոչ թե վաճառենք, տանեք բաժանենք մարդկանց, բայց օգնեք։ Ես չեմ ասում գնացեք 50-60 միլիոն փող բերեք։ Ես հասարակ ներողություն անկեղծությանս հասարակ կենցաղային խնդիրներ գուցե կան, որ ես չեմ կարողանում լուծել, բայց ինձ չի հետաքրքրում դա։ Ես մենակ եմ։ Պարոնայք, այս 5-րդ գիրքը որևէ հայրեն արտահայտություն չեմ կարողացել գտնել ու չկա էլ։ Ես հիմա չեմ ուզում էլի անուններ տալ ուղղակի, հա, բացել են որ ել վիկինգներ, ել չգիտեմ ինչ էլ վիկինգներն է կան այս ժամանակակից այս Սպարտավ քաղաք ունենք, այ Ադրբեջանի կազմում այդպես այն ժամանակ ոնց էր վիկինգը սիրարվել հայոց սարքադստերը գնում ես Լեհաստանի ու չգիտեմ Լիտվայի իշխանություն այդ Ռեշպոսպոլիտա կոչված Ավստրո-Հունգ բերում ես անուններ որ չես լսել, չես իմացել ու չես էլ կարող իմանալ որ հայեր են, եթե չբացես այդ ամեն ինչը
Էլ հնդկերենից հունգարեր են թարգմանություն, լեհեր են, չգիտեմ, բոլոր լեզուներով թարգմանել եմ, սա հսկայածավալ աշխատանք է, 1000 ներողություն անկեղծության ես, սիրելի ժողովուրդ, այդ կողքի հարևանները, եթե ուզենան այսպիսի մի բան անեն, 7 ինստիտուտ կաշխատացնեն, 55 թարգմանիչ կաշխատացնեն, 600 հոգի կդնեն սրա մեջ փող կդնեն։ Մի հատ էլ կվերցնեն պետական մասշտաբով կպրոպագանդեն, կտանեն դպրոցներ հերթով, կտան երեխեքին, կասեն անգիր արեք, շուտ արեք։ Ես ողորմություն չեմ խնդրում, ասում եմ այն ժողովուրդ ջան, դուք հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Դուք մի հսկա ծավալ պոտենցիալ թողել եք աշխարհին, ձեզ պահել եք ընդամենը մի եռաբլուր։ Մի հատ էլ կանգնում եք այդ եռաբլուրի գլխին ասում եք ես ամաչում եմ, որ ես հայ եմ, ես էլ եմ ամաչում, բայց ձեր համար, ոչ թե ներեխեքի համար։ Այդ ձեր համար, որովհետև ում տունն ասե շինեցիք ձեր տան սյուները, դուք ձեր ձեռով քանդեցիք ձեր գլխին, հետո ասեցիք մենք փոքր ենք, մենք սահմանափակ ենք, մենք շրջապատված ենք թշնամիներով, ռուսը խանգարում էր, թուրքը խանգարում էր, պարսիկները խանգարում էին։ Եկավ 91 թվականն ասում ես ով էր խանգարում։ Պատերազմը։ Պարզվում է պատերազմը։ Վերջում գալիս է Արցախն էր խանգարում, Պարզվեց Արցախն էր խանգարում, այո, բոլորը խանգարում էին։ Հիմա ասում են ամեն հանդիպումների ժամանակ անդադ որ գնում եմ դեպի մանկապարտեզ նորից հետ են գալիս, նորից հակաճառում են, նորից հակառակում են, մինչև մանկապարտեզը գոյություն ունի ընտանիք։ Դաստիարակությունը սկսվում է ընտանիքից, հասարակ են ամենապարզ լոգիկան, տեսեք, չես կարողանում մարդկանց հասցնել։ Սիրելի ժողովուրդ, ընտանիքում երբ որ ծնվում է այդ երեխան, այդ ընտանիքի ծնողը արդեն պիտի անցած լիներ նա, այսինքն դու մի օր պիտի ինչ-որ մի բան հիմնես, որպեսզի դրանից հետո այդ մանկապարտեզ անցածը երբ որ գնա հասնի միտեղ երբ որ ընտանիք պիտի կազմի, այդ դա է համարվելու դաստիարակություն ընտանիքում։ Քանի դեռ դա չկա, մի ընտանիք է, այսպես է, մի ընտանիք է, այսպես է եւ ցանկացած ընտանիք պարտադիր կամ իր ծնողներից է ժառանգել այդ դաստիարակությունը, կամ, չգիտեմ, շրջապատից։ Այսինքն, եթե դու ուզում ես լինել պաշտպանված, միշտ պաշտպանված, դու պիտի մանկապարտեզ ունենաս։ Եթե ուզում ես պաշտպանվել, ասենք առանց իմանալու այդ զենքերը, որը դու ուզում ես առնել, ելի քո ժողովուրդն են տվել դրան։ Հետո հարևանները կպրոպագանդեն, որ Կոլումբոսից առաջ Ամերիկային են նոբել։ Ինձ էլ կգան կասեն կոկորդիլոց գինոնը չի որ աշխատել էին հայը։ Մի քիչ կարողացա պատասխանել այդ հարցին։ Այո, բայց իմ մոտ էլի վերջին հարցը մնաց այդ կետը, որ ասում ենք պիտի սկսենք մանկապարտեզը։ Դեք ես օրինակ գուցե մարդկանց մեծ մասի անուններին ծանոթ չլինելով եւ կան մարդիկ, բայց ներքին զգացողությունը եւ նաեւ այն դաստիարակության շնորհիվ, որ բախտս բերել ենք սեմ ստացել ընտանիքում, մեր ազգի ներուժի վրա երբեք չեմ կասկածել։ Ինձ ուղղակի մանավանդ 20 թվականից հետո շատ է անհանգստացնում թիվ 1 հարցը։ Արաբացուն եթե ցիտեմ, ասում են հայերը եթե իրապես ազգային իշխանություն ունենան, աշխարհի տերը կդառնան։ Այդ գերխնդիրը Որտեղ մանկապարտեզն էլ դպրոցն էլ սկսում է իրապես ազգային իշխանությունից։ Ինչպես հասնենք դրան։ Ինչպես հասնենք, որ որոշում կայացնողներ լինեին Լեոնիդի տեսակը, ազգակիր տեսակը, այլ ոչ թե այդ օտարահպատակ լավագույն դեպքում հակահայկական վատագույն դեպքում, այսինքն այն բացասական սելեկցիան, որ դարերի ընթացքում տեղի ունեցել է, որը այսօր շարունակում է, ինչպես կարողանալ ճեղքել այդ արատավոր շղթան։ Էլի մանկապարտեզ։ Հավի եւ ձվի պատմություն։ Սկսենք մեր մանկապարտեզից։ Ինքը շղթա է, հասկանում եք, եկեք հետ գնանք։ Մենք անդադ խոսում ում մասին այսօր ինչ բացեք, ինչ կարդաք, բոլորը խոսում են հետևանքներից։ Ու ակնհայտ հետևանքներ, որ ամեն օր տալիս են մեր երեսին, ասենք, չէ՞ մի 50 քաղաքական վերլուծաբան ամեն օր կասեն, այս ինչ էս իշմարտը սրիկա է, մենք դա արդեն գիտենք։ Նախկինը սրիկա է, նորը սրիկա է, անընդհատ նույն բանը հետևանքներ է։ Մտածում ես, ասում ես, պարոնայք, արևելյան ասացված կա, ասում է դդումի մեջ ապրես կլոր կլինես, բամբուկի մեջ ապրես երկար կլինես։ Դու քանի դեռ չունես այն սերունդը, որտեղից պիտի գա այդ քո ասած իշխանությունը, դու անընդհատ այդ սկյուռիկի պես այսպես պտտվելու ես, անընդհատ պտտվելու ես, ինչ որ մի տեղից, ինչ որ մի կետից պիտի դրվի այդ հիմքը։ Ես առաջին անգամ երբ որ եղա ֆրանսիական մանկապարտեզում, երեխան տարա մանկապարտեզ։ Իմիջիալից այս մասին էլ հենց խոսել մի անգամից էլի քարերն առած տալիս են ճակատից, երկրից թռավ երկրի, առանց հասկանալու մարդու ճակատակի, մարդու անցյալը մատ հասկանանք, այս մարդն իրավունք բարոյական ունենք, այս մարդն ինչ որ բան ասի։ Սա էլ է մի ծայրություն։
այդ մանկապարտեզը երբ որ տեսա ուզում էի մանկանայի չգիտեմ ու մտածում ասում մեր ժամանական մարդ պապա մաման գնում էին գործի մանկապարտեզը բաներ ընդամենը ապաստարանի պես մի բաներ էր ինձ դեպի պահկվեին մինչև ասենք ժամը 5-ը կա պապան մաման գործից մանկապարտեզը հորինել էին ինչի համար որ ծնողները գնում են աշխատանքի ասենք այնտեղ դաստիարակում են երեխաները, որտեղ մանկապարտեզում չկային մանկավարժներ, բայց ի՞նչ դաստիարակություն։ Սովետական միության ռոպագանդան կար ու կար, ասենք, որը լավն էր, որը վատն էր, չգիտեմ, ասենք, ամեն դեպքում։ Բայց ճապոնացիներին 45 թվականի օգոստոսից հետո իհարկե հայտնի դեպքերից հետո ամբողջ աշխարհում էլի ոնց որ ասենք Թուրքիայի դեպքում մտածում եմ որ այս երկիրը վերջնականապես գնաց աշխարհի երեսից Միշտ մեդալ է 2.30 ունի, միշտ։ Ճապոնացիների անմարտկային, ասենք այդ հանցագործությունները, Տոկիոյի դատավարությունը ավելի քիչ լուսաբանվեց, ավելի քիչ խոսվեց, հա Նուրենբերգի դատավարությունը, այնտեղ որ 10-12 նացիստներ են, տեսեք ինչու, բայց ճապոնացիների մոտ երրորդ ռեխի այդ ամբողջ այդ կազմը երրորդ հասանի պիոներներ էին։ Պիոներներ, այսինքն նույնիսկ երրորդ ռեխի մտքով չէր կարող անցնել այն ինչ որ ճապոնացիներն անում են չինացիների հետ օրինակ ինչեր էին անում բայց մատել տվեցին ռմբակոծեցին ջարդուփշուացին ամերիկան խփեցեցի ջարդեցեցի փշրեց ճապոնացիները այլ երկիր չեն դառնալու թեև պրոամերիկյան բայց դրեցին սեփական պետականության հիմնասյունը դրեցին այդ մարդիկ այդ հիմնասյունը կոչվում է մանկապարտեզ Արփիջան մտնում են երկու երեխա ախր մոտ տեսիկ ոնց է սկսում պետություն կառուցել դնում են երկու աթոռ երկու երեխեքը նստեցին մեկին աղջիկ երեխա երկու աղջիկ երեխա ներս են մտնում հիմա այս երկուքին նստած են նայում են իրար երեսի ճապոնացիները երեխաներին սովորեցնում են դաստիարակում են զիջել մարդկանց սովորացնում են որ մարդուն ճանապարհը կամ տեղը զիջելը դա ստորություն չի որ քո հետևից ասեն թուլություն չի վատ է ասենք որ ճանապարհն է ինչա կատարում մարդուն զիջելը դա բարձրագույն ինտելեկտի նշան է որը սկսում է մանկապարտեզից տեսեք հիմա Ենթադրենք մենք երկուսով նստած ենք, դուք այստեղ չեք, օրինակ, դուք մտնում եք ներս։ Ես չեմ զիջում ձեզ, ուղղակի պտտվեցի, գնացիք։ Եթե ես զիջեմ ձեզ, այսպես թե այնպես պիտի կոմունիկացիա հաստատվի։ Շնորհակալ եմ, համեցեք այսպես, հա։ Կոմունիկացիան սկսում է զիջելուց։ Սկսում են խոսել, սկսում են ծանոթանալ, սկսում են հարցեր տալ։ Իսկ ըստ Էյնշտեյնի, հա, ասում էր իմաստունն ասում էր այդ ասում էր ամենակարևորը ճիշտ հարցը գտնելն է դա հնարավոր է միայն բանավեճերի զրույցների ընթացքում բայց մինչև բանավեճը մինչև զրույցը պիտի հաստատվի կոմունիկացիա 40 տարեկան մարդիկ Արփիջան ինչ իշխանություն էլ ուզում ես բերդիր այստեղ Դու չես կարող մի ամբողջ ժողովրդի դաստիարակել արդեն այս վիճակով։ Պատկերացրու միլիոնավոր դոլարների փող այսպես հանկարծ ընկել է օդից, հա, ուզում ես ինչ-որ մի հրաշալի բան կառուցես ու ընտրում ես մի ավերված կիսակառույց ինչ-որ մի շեն անպայման ուզում ես ասենք դա կառուցել, ապա մոնտաժել էր պետք այն ամեն ինչ որ կա արդեն այս ժողովրդի մեջ նստած։ Չապա մոնտաժվածի վրա դու ոչինչ չես կարողանալու կառուցել, ոչինչ չես կարողանալու կառուցել։ Ենթագիտակցություն այս մարդիկ գնալու են կամ պրոբոլշևիկներ են, կամ մեկն ասելու ամերիկան լավ տղա, մեկն ասելու արյանները լավ են անում, մեկն ասելու ուկրաինացիները, էս են վրացիները, անընդհատ գտնելու են այդ մեղավորներին, անընդհատ մի հարևան է ասելու են սավատներ, Հետո պարզվել է, որ 5-6 տարի նույն տարածքում ապրելով հանդերձ գոնե մի հարևան չունեն, որ ասեն դավնա։ Օրինակ։ Ասում մի հարևան ունենք, մենք լավ հարևան ունենք ժողովուրդ։ Հիմա ես մտածում եմ, ասեմ, մեր շենքը 6 մուտքանի շենք էր։ Եթե ինչ-որ մեկին ասեի, որ մեծ ամբողջ շենքում որևէ լավ մարդ չկար, ինձ մեկը պիտի ասեն, եկա դու լավը չես։ Սա ծայրահեղություն է իհարկե, որտեղ էս շինարար ժողովուրդ իրոք շինարար տան հանդեպ բան չուներ
Տիրոջ զգացողություն չկա։ Անընդհատ վարձով ապրողի հոգեբանություն էր, անընդհատ վարձով ապրողի հոգեբանություն էր, Բյուզանդիա, Պարսկաստան, այնտեղ Օսմանյան կայսրություն, անընդհատ տերերը գալիս էին, տերերը գնում էին, այս մարդիկ մեն ներողություն գնալու են նույնից են ամենասկզբին, որտեղ հաց, որտեղ կաց։ Փոխվելու էին աշխարհաքաղաքական դիրքը, ով է մենք փալոն։ Ու դարերով սա ասել են, հետո գալու են ասելու են տեսակ Ավետիք Իսահակյանը ինչեր էր ասում, ես ձեզ ասում եմ կգալու կուրսը։ Ավետիք Իսահակյանից 500 տարի առաջ մեկը ինչ-որ մի բան ա գրել։ Ու Ավետիք Իսահակյանը երբ որ կարդացել է դա, մտածել է, որ իրանից 500 տարի առաջ ինչ-որ մարգարե է ապրել։ Չէ, մարգարեները չեն ապրել էլի ժողովուրդ։ Դուք պարզապես մենք միշտ նույնն ենք եղել, սեփականատիրոջ զգացում չի եղել այս ժողովրդի մեջ եւ դա տալիս է մանկապարտեզ արփիճան։ Ամեն դեպքում, եթե դու ինչ-որ մի կետից չսկսես դաստիարակել սերունդը, անընդհատ այդ բանի պես պտտվելու ես, այդ հрьяաները ոնց արեցին։ Տեսեք, նախադասությամբ կարճ ասեմ, որ շատ կարճ, այդ համեմատությունն էր, որ բիբլիական այսպես օրինակը պիտի բերեմ, Մովսեսն ու Արոնը գնացին, այսպես բերեցին, կարմիր ծովներ ճեղքեցին, հрьяաները տեսան, հрьяաները, որ 100-ամյակներ շարունակ լացում էին, բողոքում էին Աստծուն, ասում էին ամենայն հարգանքով, երգում էին ուր է իր Աստված, առանց ակնարկների, իհարկե, հանկարծ փրկվեցին։ Մի անգամից կարմիր ծովներ ճեղքեցին, այ քեզ, բան աշկերներս Գիշերն անցավ առավոտելա Մովսեսին ասեցին սոված ենք։ Պատկերացրեք 91 թիվն է Հայաստանի անկախության մասին Արամ Մանուկյաններ չէ կարդաց Արամ Մանուկյանը մենք քնեցինք առավոտ վեր կացանք հասկացանք որ սոված ենք հասպիտ ուտենք հետո դիմում ենք Արամ Մանուկյանին որպես սրճակագիր կարդացող ասում ենք հաց դուր ուտենք սոված ենք դու ես կարդացել դու ես մեզ ընդեղից վերցել բերել Մովսես ջան հաց դուր ուտենք սոված ենք երեխեք ասեց հիմա երկնքից մանանակ տավ մարդուս ինչ մանանա լավ չես Մովսես գերության մեջ ասում է գոնե սոխ էին գտնում դո լավ չէին այդ բոլշևիկները դոկտորսկին կարենի հասկանաք գերությունը հрьяաներն իրենց հետ բերեցին անկախության մեջ անկախացան բայց գերությունը բերել են հետներ որովհետև անկախության համար դու պիտի հաղթես արտաքին թշնամուն ազատության համար դու պիտի կարողանաս քեզ հաղթել եթե դու քեզ չես հաղթել այդ անկախությունը դու մսխելու ես ինչը եւ տեսանք դա եւ դա բերես համանելու մեղադրելու ես անկախություն դե կամ պիտի ծախես մտածես ասես ես միշտ ասում եմ ասում պատկերացեք աշխարհի ջրերը վերջացել են մնացել է Սևանա լիճը ամբողջ աշխարհը պիտի գա Սևանից ջուր տանի խմելու Մեր իշխանությունները գոնե բոլորը, որոնց ես ճանաչել եմ, մինչև այսօր, որոնց ես ճանաչել եմ, սովետական միությունից ես կողմ, անուններ չեմ տալի։ Կմտածեն այ մարդ, վեդրո ծախենք, քիչ այսպես 100 դրամ 50, մի անգամից բերեք Սևանը ծախենք, եթե լավ փող տվողել մի անգամից Սևանը կծախենք կգն, այս հոգեբանությունը հասկանում եք։ Երեք մեկն ասում էր, ինչ վերամբարձ բառեր ես գրել գերագույն գլխավոր դարպաս, ասում եմ ժողովուրդ Արցախը Ղարաբաղցին չի, թողեք։ Արցախը նույնիսկ արցախցին էլ չի։ Արցախը զուտ ֆիզիկական քարտեզին նայեք։ Սա ձեր դարպասն էր, որը դուք այսպես ապամոնտաժեցին ձեր աչքի առաջից տարան, այն խոշոր շամի պես ոնց է որ գնա մեքենայի մեջ քնում, առօր դելմատում պագրեշկե կտակից տալ են։ Ես չեմ խոսում մարդկանց մասին, հերիք եղավ տեսակի մասին խոսեք։ Ցանկացած այդ Ղարաբաղցիների այդ տեսակը, որ դուք անդադ բերում եք, որ քառակուսի մետրի վրա մատները դնեք, կգտնենք, այնքան կգտնենք։ Որտեղ ուզում եք, որ մասում ուզում եք գնաք գտնենք։ Ուզում եք գնաք Վրանստանում գտնենք, ուզում եք գնաք Ադրբեջանում գտնենք։ Մարդը մարդուց աշխարհեսին տարբերվում է միայն մատնահետքով, մնացած բոլորը նույնն են։ Դուք դարպասն եք տվել, դուք տվել եք ձեր ապահովությունը, որ հազարամյակներ շարունակ ինչեր տվեցինք մենք Արցախին ամենայն հարգանքով մեծ հարցեր Արցախներ տալիս թե մենք շատ տվեց թե դուք Արցախին ընդամենը լինելով հայկական մարդկանց մասին չի խոսքը հիմա սա վերցնել դնել գերնին ասել նորմալ ապրում ենք որովհետև գերության մեջ կոնե սոխու սխտոր ունեն գազը թանկացավ գազը չի ճարվում հիմա վաղ եթե չգիտեմ գազի համար այսպես կռիվ տալով նույն այդ սոխի սխտորի համար հասկանում եք
Ստամոքսը խրատներ չի սիրում, ստամոքսը չի սիրում, երբ որ իրեն խրատում են։ Անկախությունը սովորական ինչ արավոտ արտնացան ասեցին բանը սովետական միությունը փլուզվել է մենք էլ անկախանում ենք էլի ոչ կռիվ ոչ պատերազմ ոչ գիտեմ ոչ պայքար ոչ երազանք որին հասել ես չէին հասել ինենք դրան հասկանում եք հрьяաներն էլ չէին եկել դրա միջով հрьяաներն այսպես ծովը վերցրեց չեղկեց այստեղից հրաշքը տեսան եւ անալոգիան կա հрьяաների մոտ որ 40 տարի անապատով այնքան պտտացրեց որ վերջին ստրուկը 4 օրվա ճանապարհ է 4 օրվա ճանապարհ այսինքն հոգեբանությունը ստրուկի հոգեբանությունը այդ ստրուկի հոգեբանությունը տեսեք Մովսեսը գնացել էր իրանց բելու չէ սա բիբլիական այդ բանը անցկացնելու համար որպես առաջնորդ մեր առաջնորդներն էլ եթե նայենք մեր պատմությունը սա զուտ զուգահեռների համար սա կրոնական քարոզ չի հասկանալի է սա վերջապես Մովսեսը երկմտեց Ահարոնը առաջին քահանապետն էր չհասավ Կանանի երկիր Մովսեսը չհասավ Կանանի երկիր այդ Մովսեսը որ գնացել էր որպես առաջնորդ Մովսեսին ասվեց դու քո աշկերով կտեսնես բայց ներս չես մտնի այդ բազմա հազարանոց ու միլիոնանոց այդ ամբողջ այդ հрьяաների միջից 4 օրվա ճանապարհը գնացին 40 տարի եւ մի հատ հեսու մի հատ քաղեբ գնացին մտան Կանանի երկիր այդ երկուսը որոնց անունները ընդհանրապես չկա էլ այնտեղ հիմա այդ Կանանի երկիր այդպես վերամբարձ եթե նայենք ասենք դուք անկախությունը բացարձակ արժեք է սիրելի ժողովուրդ բացարձակ արժեքը ազատությունն է եթե դու ազատ չես դու անկախությունը բերես դարձնեմ չգիտեմ կամ ծախելու ես կամ փոխանակելու ես ինչ-որ հարմար մի բան է օրինակ եթե գազը շատ թանկացավ կարելի է փոխանակել ծմերվա կարտոշկի դե ինչ որ այս 30 տարիների ընթացքում հետևողական արել ենք եւ այսօր ավելի դե հենց այդ իշխանությունների խնդիրները եւ ուղղորդել ճիշտ հանուն արդարության Արփիչյան հանուն արդարության որևէ մեկը բարոյական իրավունք չունի մի ամբողջ ժողովրդի անուն դնելու որևէ մեկը այսինքն եթե դու տեսնում ես հիմա ասենք հազարավոր մարդիկ այն կողմից են, հա, հազարավոր մարդիկ այն կողմից են, ես ինքս ոչ այն կողմից եմ, ոչ այն կողմից եմ, բայց որևէ մեկին չես կարող ասել, դուք էսի սրան ասում զոմբի, անի նրան ասում զոմբի։ Ու ոչ ոք չի ասում, ընկերներ, մի հատ եկեք երկուսով նայենք դեպի լծակները եւ հասկանանք 1991 թվականին, երբ որ տրվեց այդ լծակները, արդյոք դրանք անկախ Հայաստանի լծակներ են, թե պրոսովետական լծակներ են շարունակում բանեցնել եւ ինչպես անել, որ կրթական ծրագրի, դաստիարակչա կրթական ծրագրի տոտալ պարալիչի շնորհիվ հասնենք ուղիղ այն բանին, ինչի որ հասել ենք այսօր։ Առանց ընտրակաշառքի, ես դες վստահաբար եմ ասում, ընդամենը մի 10-20 տարի հետո այս բաներով եթե մնա, առանց ընտրակաշառքի ժողովուրդը ընտրելու է պարզապես ամենավատին ընտրելու առանց ընտրակաշառքի, որովհետև այդ ամենավատին իրենք այդ տասնամյակների ընթացքում բերելու են, դարձնելու են գաղափարական մի կերպար մաքսիմում իջեցնելով ինտելեկտի գինը, սերիալ կլինի, չգիտեմ, սա կլինի, չգիտեմ, այս կլինի։ Բոլոր լծակները օգտագործեցին, որ ինտելեկտուալ պարալիչ այսպես շաղ տան, իսկ մտածող մարդիկ դառնան վտարանդիներ, ասեն, մերպես չես մտածում, դու հիվանդ ես ընկեր։ Դու չես կարող կողքից նայել, դու կամ այն կողմից ես, կամ այս կողմից ես։ Դու ինքդ ինձնից լավ գիտես, որ մի կողմին ասենք մի բան ասես, կասեն դու հակառակ ճամբարին են դատում մի անգամ։ Հա, չկա այդ adekvat այդ մտածողությունը, գոյություն ռուսներին հանգարց կապնես, կասեն Սորոսական ամերիկացի պապանները, սորոսականները հանգարց Սորոսին կապնես, կասեն KGB-ի գործակալի ես վրա հետ շատ եմ առնչվել։ Քեզ բան այ բանա։ Ես հավ անգամ ասել եմ, ժողովուրդ եկեք ես ցուցակը գրեմ, որ անդադ հարցեր չտակ էլի։ Ասենք միջև առավոտին 10-ը KGB-ի գործակալ եմ, դրանից հետո ասենք ցերոյուշնիկ եմ, դրանից հետո մի 6-ի գործակալ եմ։ Բա ուր է ձեր գործակալությունը հայկական։ Ես մի անգամ ասացի, մի անգամ չէ, բայց միշտ նշում եմ, որ այդ բոլոր հարվածների կենտրոնում կա Հայաստան։ Ուղղակի դուք այդ Հայաստանի մասին մոռացել եք։ Երբ որ դու խոսում ես Հայաստանի տեսակետից, հարվածի տակ ես հայտնում բոլոր կողմերից։ Adekvatություն։ Իհարկե։ Ես կարծում եմ շատ հետաքրքիր զրույց ստացվեց, անպայման կշարունակենք, որովհետև այս թեման անհատակ է։ Իրոք անդադ ու կուզեի խոսքս եզրափակել, քանի որ շատ համահունչ է մեր ասացի հետ Լեռ Կամսարի, Հանճարեղ Լեռ Կամսարի, որ հույս ունենանք մի օր վաղ թե ուշ ազգային դպրոց է մտնելու, մի այսպիսի խոսքով, որ
հայ խոսք դուր որ քոչդ ցած ես դնելու եւ ինչ էլ պատահի էլ չես հավաքելու։ Երբ որ մենք այդ որոշումը կայացնենք, որ մենք մեր քոչը մեր երկրում ցած ենք դնում եւ այլևս անկախ ամենից որևէ տեղ չենք շարժվելու, այդ օրվանից մանկապարտեզներ կստեղծենք, տեղաշարժեր կլինեն։ Ամենակարևորը ես նման զրույցների կարևորությունը նրանում է, որ այն համատարած նեգատիվը, որ թափվում է էկրաններից, ուզած թե չուզած ազդում է։ Ինչքան էլ պաշտպանված ես, ինչքան էլ արգելակում ես, ինքը ազդում է։ Ու նման զրույցները կարևոր են այդ դրականը, ներքինը, ներուժը, այսպես ասեմ, ներուժի մասին խոսելու, լիցքավորվելու եւ պայքարը շարունակելու համար, որովհետեւ այ երաբլուրից խոսեցի կամաչելուց դուք մի շատ կարևոր շատ գրառումներ եք արում մի շատ կարևոր եզրահանգումով որ մենք պիտի ամաչեինք որ մեր բեռը դրեցինք 18 տարեկանի ուսերին ես դրանից եմ ամաչում որ մենք մեր բեռը դրեցինք 18 տարեկանի ուսերին մեզ համար հորինեցինք այդ հերոսպիտակը եւ մոռանալով մի շատ կարևոր խոսք որ մեկի հերոսությունը մյուսի չարված, այսպես ասեմ, մյուսի բացթողման հանցագործության արդյունքն է, որովհետեւ եթե համակարգ տեղում է եւ աշխատում է, մեծ հաշվով հերոսների կարիք չի։ Այ հենց հենց այդ մանկապարտեզն հասկանում եք, այդ արտահայտության համար ինձ իհարկե քարկոծեցին, որովհետեւ ես ասացի փառք է հերոս արտահայտությունը, հասարակության ամոթն է, այսինքն մենք ոչինչ չկարողացանք անել, ամեն ինչ թողեցին քո վրա բայց ոչինչ քո մասին երկեր կգրենք, քո մասին սա կգրենք, քո մասին, չգիտեմ, հուշարձանների կվերածենք, պայլի պաթոսի կվերածենք, հա, բայց եթե դու տեղում լինեիր, այդ հերոսների կարիքը պիտի չլիներ։ Այդ հերոսները պիտի լինեին, այս գրքերի կարիքն էլ պիտի չլիներ։ Դու պիտի պաթոսի կարիքն էլ պիտի չլիներ, հասկանում ես, դու պիտի պաթոս իր չափաբաժիններով պատերազմական իրավիճակում իհարկե շատ կարևոր է։ Բայց ոչ թե ասենք Բայց մենք դատարկ պաթոսը չպիտի լինի։ Հայ ոչ թե քաշենք մեզ պայթեցնենք, չգիտեմ ինչ անենք հանուն հայրենիքի զառոզին ու զաստարին ադայել էր անում, բայց այդ adekvat ամեն ինչի մեջ adekvat, հասկանում եք, էլի եմ կրկնում, ոնց կուզեք պատտվեք, ոնց կուզեք նայեք, եթե 2-3 տարեկան երեխաների մեջ չի հաստատվում կոմունիկացիա, որը պիտի անցնի 20-25 տարի։ Եթե չի անցնում դաստիարակչական մեխանիզմ, որը պիտի գնա դպրոց, որը պիտի գնա Համալսարան չգիտեմ կամ բանակը պիտի լինի ամենաինտելեկտուալ զանգվածը զենքը մարդու ձեռքը տալուց առաջ արփիճան դու պիտի սովորեցնես զենքի հետ վարվեցողության կանոնները որ այդ մարդն իր վրա չկրակի սրանք զենք են բայց ես փորձում եմ սովորեցնել զենքի հետ վարվեցողության կանոնները, որ սա չվերցնեն աշխարհում եք չասեն, տեսեք, մենք ինչ ենք արել, չվերցնեք, կրակեք ձեր վրա։ Եթե ատոմային ռումբը ստեղծվեր ոչ թե Արզանաց 16-ում, այլ չգիտեմ Մերգելյանի այդպես նկուղում իմ Հայաստանը տրաքսել էր այդ մարդիկ, կամ այդ ստեղծողներից մարդը մի հատ իրանց տուն էին տարել անպայման, ասեն տանեք տունը թող լինի էլ։ Սարկած, բայց այսպես է։ Այսպես է, այսինքն զենքը սա իսկական զենք է, ավելի հազար զենքան գիտելիքն է, ես չեմ տեսել, բայց պիտի սովորել զենքի հետ վարվեցողության կանոնները։ Մենք հրաշալի ազգ ենք, բայց չի նշանակում, որ մենք չլինենք աշխարհը փուլ կգար։ Սա ամբողջ իմաստը սրա, որ դուք եթե ամբողջ պոտենցիալի կունե 5%-ը կարողանայի գեներացնել, ես որ այդքան ատում եմ պաթոսը, ես ինքս եմ ասում ու վստահ եմ ասում առանց պաթոսի աշխարհի վրա լրիվ ուրիշ քարտեզ կլիներ։ Լրիվ համամիտ է։ Շատ շնորհակալություն զրույցի համար, այսօր սրանով եզրափակենք, հետո անպայման կշարունակենք։ Դե ինչ, կարծում եմ շատ հետաքրքիր, ուսուցողական, կարևոր զրույց ստացվեց, եւ իհարկե այս թեման անհատակ է եւ անվերջ կարելի է այս թեմայի շուրջ խոսել եւ կխոսենք իհարկե։ Իսկ մինչ այդ դիտեք մեր զրույցները, կիսվեք, տարածեք ձեր ընկերների հետ այն դրականով, որ տեսնում եք, որովհետեւ այո, պարոն Մամելյանը ճիշտ նշեց, գիտելիք ամենաուժեղ զենքն է, եւ մենք պիտի նախ գնահատենք, հասկանանք դրա կարևորությունը եւ հետո սովորենք տիրապետել գիտելիքին։ Ու դրանից հետո կտեսնենք, թե ինչպես են անելանելի թվացող իրավիճակները շատ հեշտ լուծումներ գտնում։ Այսքանը, շնորհակալ եմ։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, մեր սոցիալական ցանցերին, որպեսզի մեր ձայնը ձեզ հետ միասին ավելի լսելի դառնա։ Շնորհակալություն։